Արմնյուս և համենք պլուս հեռուստանկերությունների համատեղ հայո և ոչ հեռուստանախագծի հարավային արշավախմբին այսպես են դիմավորում Արմավիրի մարզում, սա մեր առաջին հանդիպումն է այստեղ Արմավիրում, մենք այժմ գտնվում ենք Մերձավան համայնքում, այս համայնքը, այս բնակավարը հիմնադրվել է դեռ 1940-ական թվականներին, այն ժամանակ խորհրդային տարիներին այն կոչվում էր Փարաքարի փորձարարական բազա, այստեղ է հիմնադրվել և գործել խաղաղագործության և գինեգործության ինստիտուտի փորձարարական բազան, այստեղ այս բնակավայր են տեղափոխվել և բնակվել Հայաստանի Հանրապետության խորհրդային տարիներին, խորհրդային Հայաստանի գրեթե բոլոր շրջաններից բազմաթիվ ընտանիքներ, նույնիսկ Իրանից և խորհրդային միության այլ շրջաններից, այս համայնքը այժմ կոչվում է Մերձավան, քանի որ Երևանին բավական մոտիկ է, մերձ է, համայնքի բնակչությունն էլ մոտ 3-3400 բնակիչ ունի։ Այժմ մենք այստեղ ենք, այժմ այո և ոչ հեռուստանախագծի բոլոր 8 մասնակիցները հարավային արշավախմբի այստեղ են։ Նախ ներկայացնեմ այո թևը, հարգելի մերձավանցիներ, բարի կեսօր, նախ մենք այստեղ քննարկելու ենք, խոսելու ենք Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ, այո թևը այս նախագծի ներկայացնում են Վարդան Այվազյանը, խորհրդարանի պատգամավոր, ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Արման Սաղաթելյանը Հայաստանի PR ասոցիացիայի նախագահն է, այո թևը ներկայացնում է ևս մեկ խորհրդարանական Կարինե Աչեմյանը, նա մշակույթի, սպորտի, գիտության, երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ է, այո թևը ներկայացնում է նաև Հրայր Թովմասյանը, ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է։ Անցնեմ ոչ թևին, Ազատ Արշակյանը ոչ թևն է ներկայացնում, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ, Թամարա Գևորգյանը, հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի ղեկավարն է, քաղաքական գործիչ, այսպես թե հասարակական գործիչ, Տիկին Թամարա ներկայացնեմ, քաղաքագետ, Հրանտ Բագրատյանը խորհրդարանական է այժմ, նախկինում վարչապետ, այժմ նա ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների անդամ է, խոսքը տնտեսական հարցերով, նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների մասին է։ Եվ Վաղինակ Շուշանյանը, նա հասարակական ակտիվիստ է, նախաձեռնությունների ղեկավար, այդպես կարելի ասել, անդամ, խոսքը նաև նրանց նախաձեռնությունն էր նախաձեռնել ամառային այդ ամիսներին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ այդ արշավը բողոքը։ Եվ այսպես ներկայացրեցինք բոլոր մասնակիցներին, 8 մասնակիցները հարավային արշավախմբի այսօր ներկա են այստեղ Մերձավանում, մենք բացում ենք մեր արշավը նաև Արմավիրի մարզում, նախ ներկայացնենք Սահմանադրության նոր նախագծին, ինչու ենք ասում այո, ինչու ասենք ոչ, յուրաքանչյուր թևից մեկական ներկայացուցիչ նախաբանի համար, 5 րոպե։ Հրայր Թովմասյան։ Շնորհակալություն, հարգելի հայրենակիցներ, գիտեք մենք երեք մեզ մոտ հանգստյան օր էր այսպես ասած եւ դա հնարավորություն է տալիս մեզ մեկ անգամ եւս նայել եւ եթերը, տեսնել թե թափես քառորդ արշավը ինչպես է ընթանում եւ որ հարցերի վրա է հիմնական շեշտադրումները կատարվում։ Եվ ուստի այսօր իմ ելույթը կսկսեմ այսպես ասած այն շահարկումներին պատասխանելով, որով ոչ քարոզողները փորձ են անում Սահմանադրության տեքստը մեկնաբանել այնպես ինչպիսին չէ։ Առաջին, այս համակարգը տանում է միակուսակցական համակարգի ստեղծման։ Եթե մենք անցնում ենք նոր Սահմանադրությամբ, Հայաստանում ստեղծվելու է միակուսակցական համակարգ։ Հիմա փորձենք զուտ տրամաբանորեն տեսնել ինչ էր նախատեսված, ինչ ենք փոխում եւ արդյոք կարող է միակուսակցական համակարգ լինել, թե ոչ։ Կուսակցական համակարգի ձևավորմանը անշուշտ ամենամեծը մեծ ազդեցություն ունի ընտրական համակարգը։ Եվ միակուսակցական կամ այսպես երկուսակցական համակարգեր իրենք կարող են ձևավորվել կամ նրանք ձևավորվում են բացառապես այն երկրներում, որտեղ առկա է միայն մեծամասնական ընտրական համակարգ։ Եվ դա տրամաբանական է, որտեղ մեծամասնական ընտրական համակարգով փոքր կուսակցությունները չեն կարողանում տեղեր ունենալ, չեն կարողանում որևէ ընտրատարածքում հաղթել։ Եթե վեր
խնդիրներ ենք լուծում անգամ մեր վերջին ընտրությունները 2012 թվականի, ապա ակնհայտ է, որ մեծամասնական ընտրակարգով ընդամենը երկու կուսակցություն է, հա, երկու կուսակցություն եւ երեք կուսակցություն, որից հետո մեկը դարձավ եւս անկախ, ասենք երկու կուսակցության ներկայացուցիչներ են մանդատներ ստացել, դա Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներ։ Մնացած որևէ կուսակցություն մեծամասնական ընտրակարգով մանդատների բաշխմանը չի մասնակցել։ Հիմա եթե մենք ոչ թե գնայինք 100% համամասնականի, այլ գնայինք 100% մեծամասնականի, կարող էինք այդ դեպքում պնդել, որ մենք գնում ենք միակուսակցական կամ երկուսակցական համակարգի, որովհետև եթե մենք 12 թվականի անցկացնեինք միայն 100% մեծամասնականով, ապա այսօր ազգային ժողովում 4 քաղաքական ուժեր, դա Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, Ժառանգությունը եւ Օրինաց երկիրը ընդհանրապես ներկայացված չէին լինելու։ Հիմա մենք ինչ ենք անում։ Այս փոփոխություններով, ոչ թե օրենքով, այլ Սահմանադրության մակարդակով ամրագրում ենք, որ տեղի են ունենալու 100% համամասնական ընտրակարգով են անցկացվելու ազգային ժողովի ընտրությունները։ Սա արդեն նշանակում է, որ պարլամենտում չի կարող լինել 1-2 կուսակցություն։ Սա ուղղակիորեն ապահովելու է, ասենք եթե մեր նախկին փորձն ենք վերլուծում, տեսնում ենք, որ 5-6 կուսակցություն պարլամենտում առնվազն միշտ ներկայացված եղել են։ Այսինքն այս պնդումը հիմնավոր չէ։ Երկրորդ, սա վերելու է մեկ քաղաքական ուժի հեգեմոն դերի։ Հիմա այսօրվա պարագայում, գործող համակարգի պարագայում, եթե որևէ քաղաքական ուժ եւ նախագահական ընտրություններում է հաղթում եւ պարլամենտում ունի մեծամասնություն, ապա այս պարագայում մենք կարող ենք խոսել հեգեմոն դերի մասին, որտեղ մնացած բոլոր իշխանության, այսպես ասած վերահսկողական կամ դատական իշխանությունը եւս ձևավորվում է հենց այս իշխանության կողմից։ Դա լինեն դատարանները, դատախազությունը, քննչական ծառայությունը, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, վերահսկիչ պալատ, բոլորը ձևավորվում են հենց այս մարմնի կողմից։ Փոփոխությունների արդյունքում մենք ասում ենք, որ միայն մեծամասնություն ունենալը բավարար չէ, որպեսզի դու նշանակես նրանց, այլ քաղաքական փոքրամասնության որոշակի մասը պետք է եւս կողմ լինի այս կամ այն տեխնացուի ընտրությանը։ Դա լինի գլխավոր դատախազ, Սահմանադրական դատարանի անդամ, վերահսկիչ պալատի անդամ, Կենտրոնական բանկի նախագահ եւ այլն։ Եվ պլյուս մենք ասում ենք, որ նաեւ նրանց մասնակցությունը պետք է լինի մի շարք սահմանադրական օրենքների ընդունմանը։ Սա թերևս առաջին։ Երկրորդը տանում է դեպի քաղաքական վերարտադրության մեխանիզմ է։ Գիտեք ինչ, փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ այս կամ այն իշխանությունը տասնամյակներ այս կամ այն անձը տասնամյակներ քաղաքական իշխանությունը պահում է իր ձեռքում, դրանք բացառապես նախագահական եւ կիսանախագահական կառավարման ձև ունեցող պետություններ են։ Եվ եթե խոսում ենք ընդհանրապես վերարտադրության մասին, այսպես ասած, բացասական իմաստով, որ պետությունը պետք է իր լծակները օգտագործի, իշխանությունը պետք է իր լծակները օգտագործի մնալու իշխանության, ապա պետք է դիտարկել։ Արդյոք 100% համամասնականը նպաստում է սրան, թե ոչ։ Արդյոք երբ որ ամբողջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորվում էր նախագահի կողմից, հիմա ինչպես։ Հիմա դրանք ձևավորվում են 3/5-ով։ Արդյոք հակառակը պետք է լիներ, եթե նպատակ կար այդ վերարտադրությունը ապահովել, իշխանությունը պետք է կենտրոնացնել, այլ ոչ թե փոխանցել գնալ այդ հակառակ ճանապարհով։ Արդյոք դատական իշխանության պորտալարը, այսպես ասած, քաղաքական իշխանությունից կտրելը նպաստում է այդ վերարտադրությանը։ Եվ վերջին հաշվով, այսինքն եթե որևէ նպատակ կար այսօրվա քաղաքական իշխանության բարձրագույն մարմիններից որևէ մեկին շարունակելու մնալու իշխանության, նույնիսկ առանց այդ երրորդ սրոկը, երրորդ ժամանակահատվածին, ապա կարող էինք ընդհանրապես անել այն փոփոխությունները, որոնք այսօր առկա է Վրաստանում, ընդհանրապես 3 օրենքի փոփոխության մասին է։ Ուժային կառույցների ղեկավարների նշանակումը փոխանցվում էր վարչապետին, եւ եթե որևէ մեկը ստանձնում էր 17 թվականի ընտրություններից հետո հաղթում էր եւ ստանձնում էր վարչապետի պաշտոնը, ապա ապագայում եթե նույնիսկ ոչ իշխանությունից որևէ մեկը ընտրվեր նախագահ, նա կունենար այսօրվա Վրաստանի նախագահի լիազորությունները, որտեղ էականորեն քաղաքական կյանքում վարչապետի դերը շատ ավելի մեծ է։ Այսինքն սա եւս հիմնավոր չէ, որ սա ինչ որ վերարտադրության հիմք է։ Երրորդը ընդամենը 20 վայրկյան, հայ ընտանիքի հիմքերի քայքայում է։ Սա այս փաստարկը կամ այս շահարկումը մի փոքր զիջել է իր տեղերը, որտեղ մի քանի անգամ առիթ ունեցանք դրան անդրադառնալու, մենք
հստակ մեր սահմանադրության մեջ ֆիքսված է, որ ընտանիքը դա մեկ տղամարդու եւ մեկ կնոջ միություն է, որ ընտանիքը այն միությունն է, որը ապահովում է բնակչության վերարտադրությունն ու բնակչության պահպանումը։ Այս սահմանադրության նախագծի ընդունման պարագայում որևէ մեկնաբանության պարագայում չենք կարող սեռական ամուսնությունները Հայաստանի Հանրապետությունում գրանցվել կամ նրանք երբևէ չեն կարող լինել պետության հոգացության ներքո։ Սրանք շահարկումների մի մասն են, հուսով եմ իմ գործընկերները մյուսներին եւս կանրադառնան։ Շնորհակալություն։ Սահմանադրության նոր նախագծին ոչ է ասում Ազատ Արշակյանը։ Բարեկամներ, մեր ցավանը Երևանի կողմից Արմավիրի մարզի սկիզբն է։ Արմավիրի կողմից Երևանի սկիզբն է։ Մեր այս քարոզարշավի մեջ սա սկիզբն է դեպի Արմավիր։ Մենք սկսում ենք, բարով տեսանք ձեզ, մենք ուրախ ենք ձեզ հետ հանդիպելու համար։ Մենք բոլորս այստեղ հավաքվածներս կամ մասնակից ենք, կամ վկա։ Մենք ենք ընտրելու։ Մենք վկա ենք դավադրությանը, թե մենք դավադրության մասնակիցներ ենք։ Ձեզ բաժանված սահմանադրությունը, այդ նախագիծը, որ ձեզ բաժանեցին նոր, դա պետական հեղաշրջման նախագիծ է։ Մեզանից ոչ միայն ուզում են ստանալ ամբողջ պետությունը, այլ մեզ դրան մասնակից են դարձնում։ Ասում են դուք այո ասեք, որ մենք ձեզ զրկում ենք։ Մենք դրանով զրկում ենք ձեզ իշխանություն ձևավորելու իրավունքից։ Դրա մասին է խոսքը։ Առաջի հոդվածը այդ սահմանադրության ոչնչացված է մյուս հոդվածներով, այսինքն իշխանությունը այլևս չի պատկանելու ժողովրդին, ժողովուրդը իշխանություն չի ձևավորելու այս սահմանադրությամբ, ոչնչացնում են ձեր իշխանություն ընտրելու իրավունքը, իմացեք ինչին ենք մենք մասնակցում, մենք կամ վկա ենք, անպայման դատավարություն կլինի, բոլոր նրանք ովքեր որ դա գրել են, ովքեր որ դա հովանավորել են, այսինքն Հանրապետական կուսակցության բյուրոկրատիան 100 հոգի, 200, 10 հոգի, մեր դա հետո կիմանանք։ Նրանք Հայաստանում իշխանությունը խլում են ժողովրդից եւ դարձնում են սա կուսակցապետություն, բյուրոկրատների պետություն է լինելու։ Մարդիկ ովքեր ունեն արդեն ամեն ինչ ունեն, միայն ապահովությունը չունեն։ Որտեղ ժողովուրդը կարող է հաշիվ պահանջել։ Հիմա այդ դա են վերցնում մեզանից, որ մենք չասենք իրենց, այս ինչ եք անում։ Մենք գալիս ենք ագարակից, մեղրից, այդտեղ շարժվելով գալիս ենք։ Կղզիներ են մնացել պետականության։ Այնտեղ, այն թևում, կղզի։ Ամբողջ Սյունիքը, Վայքը, Արարատի մարզը արդեն գրավված է։ Բոլոր պաշտոնները իրենցն են։ Բոլոր աշխատանք, փող աշխատող, բոլոր հիմնարկները իրենցն են, իրենք են արդեն այնտեղ, ունեն արդեն ռայկոմներ, գրկոմներ, կուսակցական բջիջներ, ամեն ինչ հսկողության տակ է, կան մի քանի կղզիներ, մենք տեսանք հանդիպեցինք, այսինքն մեռած չի, այնտեղ կան մարդիկ, որ դեռ չեն հանձնվել, հիմա հասել է Արմավիրի մարզը, սա Երևանին կից է, սա մայրաքաղաքն է, այստեղ ազատությունը ավելի մեծ է, մենք պետք է թույլ չտանք, Մենք պետք է թույլ չտանք, որ մեզանից խլեն։ Մենք պետք է ոչ ասենք, որտեղ դրա մեջ այդ խոպոպիկները ինչ որ հանգույցներ են արել, խաչ բառեր են գրել եւ իրենք էլ իրենց ռեկլամային գովազդի մեջ 100 էջ սահմանադրությունն է, 50 էջ բացատրությունը։ Եվ էլի 500 էջ պետք է բացատրեն։ Նրանք ընդհանրապես մի բան պետք է ասեն, ձեզանից խլում են իշխանությունը։ Մենք մի քիչ առաջ գյուղապետարանում էինք, մեզ հյուրասիրեցին սուրճ։ Ասեցին դուք գիտեք որ դուք այլևս չեք ընտրվելու, այս սահմանադրությունը ձեզ զրկում է նույնիսկ գյուղապետ ընտրելու իրավունքից, չեք ընտրելու եք ավականին ում ուզիք ընտրի, այսինքն միջնորդված է լինելու իշխանությունը, դուք նրան չեք կարող հեռացնել, դուք նրանից հաշվետվություն չեք կարող պահանջել, որովհետև դուք չեք ընտրել, կարգը այսպես է, ով ընտրում է, ով նշանակում է, նա էլ հեռացնում է, եթե դուք չեք ընտրում, դուք չեք նշանակում, դուք էլ չեք կարող հեռացնել, այդպես է բյուրոկրատիայի հիմնական օրենքը, այդտեղ
Բաներ են պատմում, հեքիաթներ են պատմում, ասում են Սան Մարինոյում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչ աշխարհագրական բան է, տուրիստական կազմակերպություն ոնց որ լինի։ Այդտեղ գրված է, որ դուք այլևս չեք ընտրելու։ Դա է ամենակարևորը։ 101 հոգի ձևավորելու ամբողջ պետական համակարգը եւ գործադիր իշխանությունը, եւ դատական իշխանությունը, եւ տեղական մարմինները, ընտրությունները համայնքային, բոլորը ձևավորում են այդ 101 հոգին, դուք ոչ մի ելք չունեք իրանց վրա, ոչ մի ճանապարհ չկա, 200,000 ստորագրությունով դուք կարող եք օրենսդրական նախաձեռնություն, 200,000 հոգի հեշտ չի հավաքել, ստորագրում եք, գնում է ազգային ժողով, իրանք քննարկում ասում են ոչ, 800,000 50,000 երկու տարբերակ է, այսինքն արդեն այնքան են ուժեղացել, արդեն այնքան են խորացել, արհամարում են, մարդիկ լսում են, դուք արդեն իրենց համար միևնույնն է, կուզեն խանգարեն, կուզեն չեն խանգարի, կուզենան կգան հանդիպման, կուզենան չեն գա, ինչ պետք է անեք, մեկ րոպե, Վերջին րոպե։ Ուրեմն ժողովուրդ, դուք ոչ մի հնարավորություն չունեք ձեր ձայնը այնտեղ հասցնելու 200,000 ձայնով, ստորագրությունով 50 են ասում, 50,000 եւ 200,000, իրենք են գրել մոռացել են, 50,000 եւ 200,000 ստորագրություն, եթե հավաքեցիք, կարող եք օրենքի նախագիծ ներկայացնել։ Այդ օրենքի նախագիծը իրենք քննարկում են, մի բառ են ավելացնում, այդ բառը ոչնչացնում է ձեր նախաձեռնությունը։ Ոնց որ սահմանադրության մեջ գոյություն ունեցող գրված է իրավական պետություն է, նշանակում է բաժանված է իշխանությունը եւ հավասարակշռված է եւ հակակշիռ է, հակակշիռը հանել են, այսինքն ձեր ուժը հանել են, հակակշիռ բառը հանել են, արդեն 800 տարի է քաղաքակրթությունը հակակշռին ծանոթ է, Անգլիայում 800 տարի առաջ ստեղծվեց պարլամենտը, որը դարձավ հակակշիռ թագավորին, հիմա թագավորին հանում են, միայն ասեք ոչ։ Եղավ շնորհակալ ենք, մինչ երկրորդ ելույթներին անցնել, ես նաև պետք է հարցնեմ, հարգելի մերձավանցիներ, հարցեր կան այս պահին։ Խնդրեմ։ Վարդան Այվազյան։ Հարկելի Պարոն Այվազյան, ներեցեք, հայտարարեմ 5-ական րոպե նախաբանի վերածվեց 6-6.5, եկեք 4-ական րոպեով շարունակենք։ Կարող եմ շատ կարճ ասել։ Ես ցավում եմ, որ գիտեք ինչ կա, ներկայացնում են ձեզ մի փաստաթուղթ, որ իսկականից էլի, ոնց որ իմ ընկերս ասա պարոն Թոմասյանը, այդ փաստաթղթի մեջ ինչը որ նոր մի քիչ առաջ խոսում են, բացարձակապես դες բան չկա։ Ես սիրում եմ, որ մի փաստաթուղթը որ խոսում են, գոնե մեկ անգամ կարդացած են լինում դրա մասին։ Խոսում են, ասենք, փաստաթղթից, որը ընդհանրապես կապ չունի դրա հետ։ Ինչ ենք ասում, ասում ենք, իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն էլ ընտրությունների միջոցով դա պետք է իրականացնի։ Ասում են, իշխանությունը վերցնում են։ Այսինքն բոլոր դեպքերում իշխանության ձևավորումը տեղի ունենում ձեր ընտրությունների միջոցով։ Ասում եմ, դուք պետք է գյուղապետ չընտրեք։ Եթե ինքը այդ փաստաթուղթը ցույց կտա, ես պատրաստ եմ սահմանադրությունը ձեր մոտ ուտելու։ 5-րդ հոդվածը բացեք։ Եթե ինքը ցույց կտա, որ արդեն սրանից հետո ազգաբնակչությունը հիմա հենց հետևիցս կգա ու ցույց կտա, որ նմանատիպ բան է գրած, ես բոլորից ներողություն կասեմ ու կնստեմ այդ գործողությամբ զբաղվելու։ Ասում եմ, դուք կարող եք ձեր գյուղապետին ընտրել երկու ճանապարհով, կուզեք ուղիղ կընտրեք, կուզեք պատգամավորով, մի խանգարի ինձ նորից։ Խոսում էի ուշադիր լսում էի։ Բարի եղի, մինչև էջ գոնե դա դեր սահմանադրությունը մի անգամ կարդա ու մարդկան ճիշտ է ասա։ Ասում եմ, դուք կարող եք ուղիղ ընտրել, կարող եք գնալ պատգամավորներ ընտրել, ոնց որ քաղաքսովետների նախկինում։ Բացի հոդվածով ասա, եւ դրանից հետո բան անել, դրանցով ընտրել։ Ասում եմ, կուսակցապետություն։ Դուք տեսել եք աշխարհում մի երկիր, որտեղ դեմոկրատական ընտրություն է տեղի ունենում, որ կուսակցությունները չեն ձևավորում կառավարությունը։ Հասկանում եք, խոսում եմ մի բանի մասին, բացարձակապես անտեղյակ լինելով դրա հետ կապված։ Եվ կուսակցապետություն ստեղծվում է այն ժամանակ, երբ որ կուսակցությունը ունի առաջնային դեր, որ այդ կուսակցություններին արգելվում է։ Իմ գործընկերը շատ հստակ ձեզ բացատրեց։ Այսօր ազգային ժողովի ես 20 տարվա պատգամավոր եմ։ Եվ այս 20 տարվա ընթացքում ես միշտ տեսել եմ, որ չի եղել մեկ ընտրություն, որտեղ կուսակցությունները 50%-ից ավել տանեն։ Միշտ մենք 50%-ից հանրապետական ունեցել են ավել այն ժամանակ, երբ որ մենք ունեցել ենք մեծամասնական պատգամավորներ։ Նայեք,
Այսինքն տարածքներից ընտրված պատգամավորներ։ Կուսակցությունը տարել է 37% անցած ընտրություններին, մեծամասնական պատգամավորների ընտրության ժամանակ մենք տարել ենք 80%-ից ավել։ Հիմա համակարգ ասում է, սրանցով մեծամասնական պատգամավոր չի լինելու։ Իմ գործընկերներ, քանի որ ժամանակը նաև կա, բացատրեն նախագահական համակարգի եւ կիսանախագահական համակարգի մեջերի պահված խութերը, որի պարագայում մեկը մյուսի հետ չեն ունենալու։ Այսինքն մի դեպքում այս մեր պարագայում ես կարճ կարող եմ անդրադառնալ, մնացած ինձ թվում է որ ազգաբնակ չէ, որ մենք մոտենանք առանձին մեկ առ մեկ խոսենք, այսպես ներկայացնենք, ավելի մանրամասն կասենք։ Երկու պարագայ է պարունակում կիսանախագահական համակարգը։ Մի դեպքում շատ հզոր սուպեր նախագահ, երբ որ պարլամենտական մեծամասնությունը դառնում է նախագահի պարլամենտական մեծամասնություն, այսինքն նախագահան տիրապետում է ազգային ժողովի մեծամասնությանը, դա դառնում է սուպեր նախագահ, որ կարող է ամեն ինչ անել ու պատասխանատվության մեխանիզմները բացակայում են։ Մյուս դեպքում, երբ որ տեղի ունենում հագադիր, այսինքն պարլամենտը վարչապետը ունենում է ինքը իր վարչապետը եւ նախագահան լինում է առանձին, ինչը Վրաստանում Սահակաշվիլի ընտրությունից եղավ Իվանիշվիլին, որի դեպքում արճակատում է տեղի ունենում։ Եվ այս խութերը հանված է սրա մեջ։ Ընդհանրապես մեր ցանկությունը նրա մեջ է կայանում, որ ես նորից եմ կրկնում, հեսա մենք կմոտենանք ամեն մեկից հետո առանձին մենք կներկայացնենք դրա հետ կապված եւ հոդվածներով կխոսենք։ Չենք ասի օդի մեջ, գիտեք ինչ կա այստեղ, գիտենք որ խնդիրներ շատ կա, բայց սոցիալական խնդիրներ, իրավական փաստաթղթի եւ ստեղծած հնարավորություններն խնդրում եմ չխաթարել։ Խնդրում եմ չասել այնպիսի բաներ, որոնք որ չկա այստեղ փաստաթղթի միջև։ Նորից եմ կրկնում, երկու մակարդակով է տեղի ունենում, տեղական ինքնակառավարման մակարդակ, այսինքն այնտեղ, որտեղ որ դուք պետք է ձեր համայնքների խնդիրները լուծելու համար դուք ազատ եք ընտրություն իրականացնելու, բացի դրանից նաև ֆինանսական հնարավորությունների մեծացումը թույլ տալիս համայնքներին, բացի դրանից նաև հնարավորություն է տալիս նախկին շրջանների կազմավորումը, որտեղ այսքան շատ մանր մուդր չլինեն, բայց միայն որոշումը կայացնելու եք դուք, չկա նմանատիպ փաստաթուղթ, որ սրանից հետո դուք ընտրելու իրավունք չունեք։ Հասկանում եք, սրա մեջ է կայանում։ Այսքանը, մնացած առանձին կմոտենեմ կասեմ։ Ոչ թևից Թամարա Գևորգյան։ Շնորհակալություն, եւս մեկ անգամ բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Ուրեմն ես չեմ սիրում, որ խոսում են ամեն ինչից եւ չեն խոսում կոնկրետ խնդիրներից։ Անգիր գիտեմ։ Ամեն ինչից խոսում են, գեղեցիկ գույներով ներկայացնում են։ Ես ոչ եմ ասում այս կամահրանքին, որը հանրության նկատմամբ իրականացվել եւ իրականացվում է։ Ես ոչ եմ ասում անարդարությանն ու կոռուպցիային, որ մենք մեր մաշկի վրա ամեն օր զգում ենք։ Հիմա, քանի դեռ մենք չենք լուծել այս խնդիրները, քանի դեռ մենք պատասխանատվության չենք ենթարկել այն մարդկանց, եւ քանի դեռ հանրությունը ուղղակի մասնակցություն չունի այս գործընթացներում, ինչ պարլամենտական երկրի ու մոդելի մասին ենք խոսում։ Այսինքն սահմանադրությունն էր խանգարում արդյոք, որ մարդիկ ավելի լավ երկրում ապրեն։ Արդյոք սահմանադրությունն էր խանգարում, որ արդար դատական համակարգ ունենայինք։ Արդյոք սահմանադրությունն էր խանգարում, որ որ կոռուպցիան չհասներ սարսափելի աստիճանի։ Սիրելի ժողովուրդ, ձեզ թյուրիմացության մեջ ենք գցում։ Ուրեմն, եթե խոսում ենք կառավարման մոդելների մասին, ապա 3 մոդելներ կառավարման եւ պարլամենտական, եւ նախագահական, եւ կիսանախագահական մոդելներում հնարավոր է այնպիսի պետություն կառուցել, որ մարդը իրեն կարևորված զգա, որ մարդը իրեն ճնշված չզգա, որ մարդը առանց գաղափարախոսության հետ ծանոթ լինելու չկուսակցականացվի։ Տոտալ կուսակցականացված երկրում ենք մենք հիմա ապրում, չունենալով քաղաքական մշակույթ, չունենալով բարձր իրավագիտակցությամբ պայմանավորված հարաբերություններ, այլ հայֆայական մտածողությամբ երկրում մենք ուզում ենք, տեսեք հլը, խնդիրը սահմանադրություններ, գնանք պարլամենտական մոդելի, որ ինչ անենք, որ դետոնացնենք այն ամեն ինչը որ այսօր ունենք, ուրեմն չկա այդպիսի բան։ Յուրաքանչյուրդ նայեք ձեր կյանքը, ես չեմ ասում էգոիստի պես միայն մեր բնակարանը, ասենք եթե ես սոված չեմ, ապա կյանքս լավ է, եթե ես կարողանում եմ իմ հացի խնդիրը լուծել եւ տաքացնել, ապա կյանքս լավ է։ Սա էգոիստական մոտեցում է։ Սա սխալ մոտեցում է։ Նայեք հանրապետությանը բաց աչքերով եւ ցույց տվեք, ասացեք խնդրեմ այոյի կողմը, որը որևէ կետով չի կարողանում հիմնավորի, թե այդ ինչն էր իրենց կաշկանդում, որ կիսանախագահական կառավարման մոդելում մեր ժողովուրդը ավելի կարևորված լիներ, ավելի լավ ապրեր, կոռուպցիա
ապահովության նվազեր, արտագաղթը նվազեր, աշխատատեղեր բացվեին, ասում են մի խոսեք սոցիալական խնդիրներից, բա ինչից խոսենք։ Մենք ապրում ենք այսօր, հիմա եւ մեր կյանքը ուզում ենք այսօր լավ ապրել։ Եվ չենք կարող մենք այն ինչը չենք տեսել հավատալ դրան։ Ցույց տայք ձեր կառավարման տարիներին, որ դուք այդ քաղաքական կամքը ունեք եւ փոխում եք մեր կյանքը դեպի լավը, մենք էլ այսօր կասեինք այո, որովհետեւ չի կարելի չարած բանի վրա կառուցել ապագան։ Դեռ այսօր ապացուցեք, որ դուք կարող եք դա անել, հետո գայք հասարակության հետ հարաբերվելու եւ ասեիք, որ գիտեք ինչ, հիմա ուզում ենք գնալ պարլամենտական մոդելի եւ փորձեք ցույց տալ, որ այդ մոդելը շատ ավելի ժողովրդավար ու լավն էր։ Այդպես չի լինում, հարգելիներս։ Եվ ինչ վերաբերում է, ես ուզում եմ բերեմ հետազոտական տվյալներ, շատ հստակ Արմավիրի մարզում արված 15 օր առաջ է ավարտվել այդ հետազոտությունը, հարց է տրվել։ Վստահությունը տեղական ինքնակառավարման մարմիններին, վստահությունը ավականուն եւ մարզպետարանին, որպես ինստիտուցիոնալ կառույցներ։ 80%-ից ավել մենք ունենք վստահություն, երբ որ մարդը ուղղակի ընտրությամբ ընտրում է իր գյուղապետին կամ քաղաքապետին։ Հայաստանի Հանրապետությունում ավականու ինստիտուտը որպես այդպեսին չի կայացվել։ Հիմա դուք ասեք, քանիսը դե ձեզնից մասնակցել ավականու նիստերին եւ ինչ ակտիվությամբ։ Տիկին Գևորգյան, վերջին րոպեն։ Սիրելիներս, ուրեմն, ես ձեզ հորդորում եմ, ես ձեզ խնդրում եմ, չտրվել ուղղակի խոստումների, գնահատել ձեր այսօրվա կյանքը, ուշադիր նայել պարլամենտականներին եւ որոշում կայացնել։ Արդյոք մենք ուզում ենք պարլամենտական երկիր դառնալ այս կուսակցություններով, երբ որ կան շինծու կուսակցություններ եւ տոտալ բացակայում է գաղափարի շուրջ համախմբված կուսակցությունները։ Այսքանը թերևս մենք կշփվենք, շնորհակալություն։ Հարգելի մեր զավանցիներ, ժամն է եկել հարցեր ուղղելու մասնակիցներին, խնդրում եմ ակտիվացեք։ Չկան հարցեր։ Մոտեցեք, այո։ Այո, պարոն Այվազյան, Տիկին Գևորգյան, ինչպես ֆորմատը արդեն տենց որոշվեց։ Հա? Չենք խոսում, դուք կարող եք մոտենալ։ հարց ունեն, լավ։ Պարոնայք, հարցը ուղղում է երիտասարդը հավանաբար բոլոր մասնակիցներին երկու թիվին։ Հիմա կամ մենք անցնում ենք անձնական շրջանների, կամ Մենք փորձում ենք մեր զավանցիներին ակտիվացնել, պարոն Սաղաթելյան։ Տիկին Գևորգյան, երիտասարդը բոլորին է հարց ուղղում։ Եկեք այս հարցին պատասխանենք, այնուհետև կանցնենք ազատշփման։ Խնդրում ենք հարգելի երիտասարդ, ձեզ ենք լսում։ Ինչու Հայաստանում, ինչ է ասեմ, Ես գիտեմ որ չէ, ես գիտեմ որ Հայաստանի Հանրապետության ընտրությունները պետք է կայանան 7 տարին մեկ անգամ եւ ընտրություններին չպետք է մասնակցեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ինձ հարցի պատասխանը հետաքրքիր է։ Որտեւ նախագահ այլևս քաղաքականություն մշակող եւ քաղաքականություն իրականացնող չի։ Նախագահը վեր քաղաքական մի ֆիգուրա է, որը ապահովում է մարմնավորում է իր մեջ ազգի միասնականությունը եւ որևէ քաղաքական ուժի կողմնակից չէ։ Ինչու 7 տարով, այլ ոչ թե նույն ժամկետով, որտեւ իրեն ընտրում է ազգային ժողովը, որպեսզի ինքը այլևս իրենք չզուգորդվեն, նույն ժամկետները չլինի եւ ամեն ազգային ժողով իր համար նախագահ չընտրի, որտեւ ազգային ժողովի կազմերը կարող են փոխվել եւ իսկ նախագահը նախորդի ընտրածն է, ինքը վեր է կանգնած, որ չնույնականացի, որ ամեն ազգային ժողով եկավ եւ իր համար նախագահ ընտրվեց։ Ինչու ոչ ուղղակի ընտրություններով, այլ անուղղակի ընտրություններով։ Շատ պարզ պատճառով, եթե դու ընտրում ես ուղղակի ընտրություններով, ապա վերջինիս պետք է վերապահես նաեւ քաղաքականություն մշակելու լիազորություն, ինչ որ բան անելու լիազորություն։ Այսինքն նախագահը պետք է նախընտրական քարոզչություն իրականացնի եւ պետք է պատասխանի որոշակի հարցերի, թե ինքը ինչ է պատրաստվում անելու։ Իսկ այս դեպքում նախագահը ոչ արտաքին քաղաքականության ոլորտում, ոչ ներքին քաղաքականության ոլորտում ինքը չունի, ինքը ինքնուրույն քաղաքականություն չի մշակում։ Հետևաբար իրեն ուղղակի ընտրելու պարագայում ինքը ինչ քարոզչություն պետք է անի, ինչ պետք է խոստանա։ Պիտի խոստանա, որ ազգային միասնականությունը ավելի լավ կպահպանի, թե սահմանադրությունը ավելի լավ կպահպանի։ Եվ երկրորդ, եթե ընտրում ենք ուղղակի ընտրություններով լիազորություն չենք տալի, այդ նախագահի մոտ կարող է ստեղծվել արհեստական, այսպես զգացողություն, որ ինքը ժողովրդից է ստացել այդ մանդատը, ինքն է որոշելու, թե վաղվա օրը ինչպիսին է լինելու։ Եվ այդ դեպքում կոնֆլիկտ է լինում
կարող է կոնֆլիկտ լինել պարլամենտական մեծամասնության եւ այս դեպքում կան որոշ պարլամենտական երկրներ, ինչպիսին են ասենք Ֆինլանդիան, ինչպիսին է Ավստրիան, որտեղ նախագահները ընտրվում են ուղղակի ընտրություններով, բայց այդ դեպքում էլ նրանք որևէ լիազորություն ըստ էության չունեն։ Սա ավելի հավասարակշռված մոդել է, որի ժամանակ մենք կոնֆլիկտներ չենք ունենա։ Շնորհակալություն ոչ թևից։ Արձագանք այս հարցին։ Ժողովուրդ ջան, չենք ասում ձեր ձեռքից վերցնում են ընտրությունները։ Անկեղծ ասած, հիմա դուք ընտրում եք առնվազն 4 մարմին, ռեֆերենդումներ չաշված։ Դուք ընտրում եք հանրապետության նախագահ, ճիշտ է։ Ճիշտ է։ Լավ, վատ հարցնում են ձեզանից, նախագահի ընտրություն ալնում։ Դուք ընտրում եք պարլամենտ, ճիշտ է։ Ճիշտ է։ Մոտեցի, ասա խես խոսում եմ։ Մոտեցի, ասա խես խոսում, մի բան խոսում եք, դու մի թող որ ինքը խոսա։ Այվազան Վարդան, չեմ կանգնել, որ դու խոսես, ես պիտի խոսեմ։ Որ դու խոսում եք, լուր կանգնում էինք։ Խոսին մարդը բանը հարց։ Երկրորդ, մարդը չպիտի հարցնի, ասես հետո, գնա այն մաշնակի վերջում պատասխանի։ Հաջորդը։ Ես մենակ Երևան։ Վարդան ջան, աղմկոտ խոսում ես դիտմամ։ Պարոն Այվազյան, պարոն Բագրատյան։ Դուք ընտրում եք նախագահ, ճիշտ է։ Ընտրում եք գյուղապետ, ճիշտ է։ Ընտրում եք ազգային ժողով, ճիշտ է։ Ընտրում եք պարլամենտ, ճիշտ է։ Սրանից հետո ես համաձայն նախագահ չեք ընտրելու, գյուղապետ չեք ընտրելու։ Մնում ավականին, դա ընտրելու եք, հաստատ։ Եվ մնում է պարլամենտը, տեղել ընտրություն չկա մաքուր։ Ինչու՞։ Այդ պարլամենտի ընտրությունները ժողովուրդ պայմանական են։ Գրված է, որ պետք է մեկը լինի կայուն մեծամասնություն։ Արդեն այս մարդը, այս հարգարժան պարոնը, որ կանգնած է, մտածում է, այստեղ կայուն մեծամասնության թեզ կա։ Արի ձենս տամ նրան, ով որ այդ կայուն մեծամասնության մեջ կհայտնվի։ Ի վերուստ նման ընտրությունները չեն կարող հավասար, համընդհանուր ու արդար լինել։ Հավասար, համընդհանուր ուղղակի գաղտնի ընտրությունների սկզբունքը մեռնում է։ Առաջանում ընտրությունների նոր ինստիտուտ։ Մի հատ պարլամենտ ոնց էլ ընտրեք, անկախ նրանից, ասենք, այս մարդը ստացավ 11, մյուսները ստացան 9 հոգի 9-ական ձայն։ 11-ն ու 9 դուրս են գալի երկրորդ փուլ եւ 10 ավելացվում է, խաղարկվում է այնքան տեղ, որ ինք ունենա 51%։ Այսպիսի բան չկա ժողովուրդ։ Կան երկրներ, չգիտեմ, օրինակ այն օրը ասվում էր Հունաստանում բոնուս կա, ով որ չի հաղթել այդ բոնուսը տալիս են, որպեսզի 51% դառնա, բայց այդ վերաբերում է բոլորին էլի տանելի է։ Բացի դա, պարլամենտի բոլորին ի սկզբանե հավասարապես, ով որ կրեց, դրանով է վերաբերվում։ Մեր մոտ այդ համակարգը չկա այլևս, այսինքն այս առումով ընտրություն չի լինում։ Լուրջ հարված աստանում ժողովրդավարությանը, հիմա դուք կասեք Բագրատյան, ինչ ժողովրդավարություն, որ կարվոր, էլի ընտրում էինք, էլի իրանց ուզածներլում, հիմա վաբշե իրանց ուզածնա լինելու։ Անհասկանալի է դառնալու, իրանք ներսում չեն կարողանում տարբերել, ով է դառնում իշխանություն։ Կուսակցապետություն, կուսակցության մեջ խմբավորումներ, նախագահ չկա, բան չկա։ Դուք գիտեք այսօր ամենավատ օրն եք ապրում, երբ որ նախագահ չի լինի կտենակ ինչ է լինելու։ Բացի դա, 18-20 թվերը, 90-91 թվերը մեզ ասում են, որ պարլամենտական հանրապետությունը մեր վրով չի, այդ ժամանակ մենք պարտություններ ենք ունեցել։ Ես չեմ ուզում բացարձակացնել սա, չեմ ուզում մեխանիկորեն 90 թիվը համատել 2015-ի հետ, բայց սա վտանգավոր է։ Մանավանդ այս պայմաններում, հələ տեսեք իսլամական պետություն, մեկը մյուսին խփում է եւ այլն, Հայաստանը գրում է դեմոկրատական դառնում, իբր քիչ դեմոկրատական ենք դառնում։ Իրականում դա կեղծ դեմոկրատիա է։ Այսինքն դեմոկրատիան արդյունքում դուք 4 մարմին եք ընտրում, հիմա առնվազն 2-ը չեք ընտրում։ Սա ենք ասում։ Տղա ջան, հանրապետության նախագահան, քո հարցին։ Հանրապետության նախագահան ունի այնքան լիազորություն, ինչա այս խորհրդի նախագահան, ավելին։ Սահմանություն գրած է նաև պետության գլուխը, ոչ վարչապետը եւ ոչ ազգային ժողովի նախագահան։ Բայց այդ առելի լիազորությունով նախագահային պարլամենտը կուսակցությունն անդրում։ Սա մեզ համար անընդունելի է, լսեք։ Չի կարելի, ցեկա է։ Եկանք նորից ցեկա KPSS-ին։ Այս գաղափարին են գալիս, լուրջ վտանգ է այդ ամեն ինչը պարունակում, լուրջ։ Իհարկե, կան պարլամենտական հանրապետություն, խնդրեմ, Ընչի Բագրատյանը չգիտի, որ կա պարլամենտական հանրապետություն, խնդրեմ, 2 պալատ, ուղղակի հավասար գաղտնի համընդհանուր 1 քվեարկություն, առանց երկրորդ տուրի, խնդրեմ, կամ ոնց կարող է պատահել պետական սեփականություն տնօրենը գյուղում օրինակ։ Գյուղը կա համայնքային սեփականություն, կա պետական կամ մասնավոր։ Համայնքային սեփականությունը պետք է տնօրենի մի խորհրդավոր մարմին, որ օրենքները, ակտերը պիտի կիրառի եւ մեկ տնօրեն, այսպես ասած, դիրեկտոր, վարչապետ, որը տեղական վարչապետն է, գյուղապետ։ Այդ հակակշիռն է բանանում ես հիմք տալիս, որ համայնքային սեփականությունը չի փոշիացվի։ Իսկ մենք հիմա գնում ենք
Համայնքին ասում ենք համայնք, դու ընտրեք գյուղապետ։ Ամբողջ իմաստը դրանում այն տեղական ինքնակառավարման, որ դուք համ նրան ընտրեք, համ նրան ընտրեք, որ նրան վերահսկի, նրան ընտրեք, որ նրան վերահսկի։ Չէ՞ որ նա տնօրինում է համակային սեփականությունը։ Այս տարրական ճշմարտությունը, որ մենք այբուբենիկի պես գիտենք, որ ամբողջ աշխարհում այդպես է, խախտվում է, եւ մենք մեծ մտավախություն ունենք ինչ կլինի։ Դրա համար ես ասում եմ ոչ ասեք, փրկեք իրավիճակը։ Մարդիկ տակացել են, իրանքել են, ես զգում եմ փոշմանել են արդեն։ Տակացել են վիճակը, հասկանում եք։ Քաշվելու ենք մի այլ ձևի։ Չեք կարողանալու տակից դուրս գաք։ Պարոն Բագրատյան։ Շնորհակալություն։ Արձագանքի հնարավորություն ենք, չնայած այստեղ արդեն հարցեր կան, բայց ամեն դեպքում դուք Ես չարաշահել եմ ինքիչից գուշացել 10 րոպե խոսամ, 10 րոպե խոսամ։ Լավ, եկեք հարցը։ Եկել սիրելիներ, ուղղակի խնդրում ենք գոնե այստեղ բան չանեք, որտեղ շատ եք տեսնում ազգային ժողովում ոնց են խառնված։ Այստեղ մենք բոլորս էլ ուզում ենք տեսնենք, ոչ թե լսենք, լսում ենք մենք 25 տարի լսում ենք։ Ժողովուրդը ունի մայր օրենք, որը կոչում է սահմանադրություն։ Սա մեր ներկան է եւ ապագան, անցյալ գնացել է։ Մենք ուզում ենք, որպեսզի մեր ներկան եւ ապագան լավ լինի մեր երեխեքի համար։ Ժողովուրդը պետությունը հզոր է իր ժողովրդով եւ զինված ուժերով։ Ես մի հարց ունեմ, որը վերաբերում է եւ այոյին եւ ոչին։ Ուրիշ բան չեմ ասում։ Մենք ասում ենք, պետությունը հզոր է իր ժողովրդով, ճիշտ է։ Ժողովրդից ինչ-որ ոչ թե։ Եթե ժողովուրդը հզոր չի, ինչ ժողովուրդ պետություն։ Մի մասը գնում է, դե ստիպված են գնում գալիս են։ Ես ուզում եմ խոսամ զինված ուժերի մասին, որը որ ամենակարևորն է։ Ներկայումս պայմաններում մեր պետությունը վատ դրության մեջ, այսինքն պատերազմական դրությունն է, հիմա որ չասեն, կարող է վաղը լինի, մյուսը լինի։ Մենք պետք է պատրաստ լինենք ամեն մի րոպեին, որպեսզի պաշտպանենք, ոնց որ եղավ 90 թվականից այս կողմը, մարդիկ գնացին, զոհվեցին եւ այլն։ Հին օրենքի մեջ եւ նոր սահմանադրության նախագծում կա այդպիսի մի հոդված, մի մաս, այլ ընտրանքային զինծառայություն, որ ես որպես զինվոր, ես ասեմ դա շատ որպես քաղաքացի դա սխալ է, այլ ընտրանքային զինծառայություն չկա, դա կա այլ ընտրանքային աշխատանք, եթե զինվորը զենք չի վերցնում, ինչ զինծառայության մասին է խոսքը, ինչու համար մեկի երեխան պետք է գնա, կանգնի, զոհվի, վիրավորվի, իսկ ինքն էլ գնա ուրեմն աշխատանք, դա աշխատանք է, ես որպես զինվոր, եթե զենք չես վերցնում, դա աշխատանք է։ Այդ հարցն եմ ուզում պարզաբանեմ, դուք ինչ եք ասում դրա մասին, որ նորից նոր սահմանադրության մեջ այդ հոդվածը կա, որ այլ ընտրանքային զինծառայություն։ Խնդրեմ։ Այո, թե ոչը։ Խնդրում եմ, պարոնայք 3-ական րոպե։ Մենք ունեցել ենք հետևյալ պատկերը, մենք մոտ 260 հոգի ունեինք, որոնք դատապարտվել էին ազատազրկման, որոնք չէին, այսինքն իրենց կրոնական դավանանքից ելնելով, իրենց համոզմունքներից հրաժարվում էին զինվորական ծառայության անցնելու, որտեղ այդ փուլում մենք չունեինք այլ ընտրանքային զինվորական ծառայություն։ Մենք այսօր օրենքով արդեն ունենք այդ այլ ընտրանքային զինվորական ծառայությունը եւ պիտի ասեմ, որ ամեն տարի մի քանի հազար զորակոչվողների մեջ ընդամենը 10-12 հոգի է, որ անցնում են այլընտրանքային ծառայության։ Եվ այդ այլընտրանքային ծառայությունը թող ոչ ոք չպատկերացնի, որ հանգիստ ինչ-որ տանը նստած բան է։ Այդ 10-12-ը ընդգրկված են այնպիսի աշխատանքներում, որոնք ցավոք սրտի մեր մյուս քաղաքացիները կարող են եւ չանել։ Նրանք ծերանոցներում են, նրանք, ասենք, ընդհանրապես ինվալիդների հետ ունեն աշխատանք եւ նրանց հետ են այդ աշխատանքը անում։ Եվ եթե նայում ենք ազգային անվտանգության տեսանկյունից, ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ ավելի լավ է այդ մարդկանց ունենալ այդ աշխատանքները կատարելիս, քան թե այդ մարդկանց ունենալ սահմանին, զենքը ձեռքին եւ թշնամու հարձակվելու պարագայում մենք չգիտենք, թե ընդհանրապես ինքը զենքը գցի կամ որ ուղղությամբ կկրակի կամ ինչ կանի ընդհանրապես։ Իսկ մտահոգությունը առայն, որ արդյոք կարող են նաև սովորական մարդիկ դրա տակ անցնել եւ չգնալ զինվորական ծառայության, դե ասեմ, որ այս 1.5 տարվա փորձը ցույց է տալիս, որ այդ մեխանիզմները կան։ Եվ եթե մենք տարվա ընթացքում ընդամենը 8-10 հոգի ենք ունենում, որ գնում են այդ ծառայության, նշանակում է, որ այդ մեխանիզմները շատ հստակ են, կայուն են եւ որևէ մեկ
այլ մարդ անձ, որի կրոնական համոզմունքներին չի հակասում զենք բռնելը, ապա ինքը գնում է հենց զինվորական ծառայության։ Իսկ այդ 8-10 հոգուն կրկնում եմ, ավելի լավ է ունենալ այնտեղ այդ աշխատանքները կատարելիս, քան սահմանին։ Ես կարող եմ ավելացնել։ Հայրիկ ջան, մեր մոտեցումը սա է։ Նախ ես գտնում եմ, որ մեր զինվորը 18-20 տարեկանը պետք է ստանա միջին աշխատավարձի չափ աշխատավարձ։ Ծառայությունը լինի պարտադիր, բայց աշխատավարձ ստանա, որովհետև նրա մոտ ռիսկն ավելի շատ է, քան թե շինարարության վրա աշխատող բանվորինը։ Սա շատ կարևոր է, սա ընդհանրապես 16 միլիարդ է, եւ ես ասեմ պետությունը դիտմամբ չի ուզում, գտնելով որ եթե աշխատավարձ չի տալի, զինվորն ավելի լսող է։ Այս տարի էլ երրորդ տարին անդադ դեկտեմբերի 7-ին մենք քվեարկել ենք բյուջեն, այդ առաջարկն արվել է։ Երրորդ տարին անդադ։ Հաջորդը այլընտրանքային հիմնականում վերաբերվում է կրոնների հետ կապված։ Ես գտնում եմ, որ այլընտրանքային պետք է լինի, բայց նա արդեն պիտի ծառայի 5 տարի, քանի որ նա զենք չի վերցնում եւ ռազմաճակատ չի գնում։ Նրա ծառայության ժամկետը ավելի պիտի լինի։ Սա մեր կարծիքն է, հանդիպության կարծիքն է, որ հաշվի չեն առնում եւ այս նախագծում իրակ այն հինը բերե նորից դրել են։ Այս նախագծում չեն գրել, որ զինվորին պետք է վարձատրել։ Զինվորը, որը կյանք է տալի, մենք չենք ուզում իրան վարձատրենք, գոնե աշխատավարձ տանք։ Դա անընդունելի է։ Անարդար է։ Դրա համար էլ մենք սինդրոմ ունենք, երբ որ զինվորը կամ կռված տղան վերադառնում է կռվի դաշտից, ասում է իմ մտուր։ Չես տալիս ինքս կվերցնեմ։ Սա խնդիր է, սա մեծ խնդիր է։ Մենք առաջարկել ենք ցիվիլ լուծում։ Ավելին, առաջարկել ենք կամավոր, քանի որ աշխատավարձով ենք անցնում, ահագին կանայք աղջիկներ կլինեն, որ կուզենան կանանց բատալյոններում ծառայել։ Կամավոր արդեն։ Խնդրեմ, թող ծառայեն, ինչու՞ չէ։ 80,000 անգամ Արձագանք 112 միլիարդ։ Դու ինձ ասա, Հրանտ ջան, տնտեսագիտությունից եք խոսում։ Որտեղից ես հանում 100, ասա, 112 միլիարդ մենակ է դիրած աշխատավարձը։ Չհաշված 600 միլիարդ իրաց պահպանման ծախսերը։ Ասա որտեղ ես տալիս։ Աշխարհում շատ քիչ երկրներ կան, Հրանտ ջան, որ նորը անցել են վճարովի ծառայություն։ Նստել մի հատ լասա։ Այնա ունես տալու աշխատավարձային կանգնող բարձրացնենք։ Պարոն Այվազյան, 112 միլիարդի մասին չի, 76 միլիարդի մասին է։ Միայն 29 միլիարդ կենտրոնական բանկը ծախսում է, չգիտես ինչի համար։ Այսօր անցյալ տարվա բյուջեում 50 միլիարդ է։ Միայն այն, որ ստվերը այսօր չեն կարողանում աճացնել, հարկեր չեն հավաքում մոնոպոլիաներից, միայն այն, որ այսօր մենք սահմանին մաքսային բանում ինչ ասես չենք մոգոնում, 76 միլիարդը մեր բյուջեի ընդամենը 7%-ն է, մեծ փող չի։ Եվ վերջապես մի հասարակ բան էլ ձեզ ասեմ, ամբողջ սոցիալական որտեղ փողեր ստանում, անհասկանալի է ինչ փողեր, մենք $1 միլիարդ ծախսել ենք, սարքում ենք հյուսիս-հարավ ճանապարհը, ոչ ոք չգիտի ինչ է սարքվում, այն Արտաշատի տրասան ոնց որ կարող տնցել կա $1 միլիարդը ծախսվել է, 76 միլիարդը փող չի պետության համար, մինչև աշտարակեն։ Եվ երեխեն բյուջեի քննարկումը ես ու դու իրար բաղադրամաս անում ենք, բայց օրինակ ես այդ աղբյուրները ցույց եմ տվել 76 միլիարդը ցույց եմ տվել, գնա կարդա։ Ես ասում եմ քեզ 76, այդ ինչի վեսկա ժամանակվա ընթացքում Վրաստանը արել է 10,000-ը պահում։ Թեման ուրիշ Վրաստանը զորքը փոքր է, 10,000-ը պահում, չի պահում 80,000։ Մեկ րոպե ձեզ։ Այդ ես քեզանից լավ գիտեմ։ Դու 10,000-ը։ Շատ բարի։ 10,000 անե։ Պարոն Սաղաթելն լսես, այնուհետև կանցնենք ազատ շփում։ Ազատ դրել։ Երձավանցները։ Այդ Վրաստանը քո բյուջեից 200 անգամ ավել ունի, այդ ինչի ես քեզ 10,000 ես պահում։ Պարոն Այվազյան։ Ապա դե մասում, բայց ուզած Պարոն Սաղաթելյանը ձեր գործընկերի։ Դու չես կարող զորք քիչ պահել։ Ձեր գործընկերն է։ Իսկդրակ պահում են, ամենը 10 Լավ, անցնենք Ես ուղղակի մի քանի բառով շատ կարճ որպեսզի անցնենք։ Հա։ Ուր գնաց հարց տվողը։ Հայրիկը ուր գնաց։ Գնաց։ Չկա, լավ։ Բանկի կառավարիչի հետ կապված ես կարող ես ձեզ ասել ինձ Պարոն Այվազյան, սափը ուղղված է պարոն Սաղաթելյանի ուղղությամբ։ Պարոն Այվազյան, գիտեք, սիրելի մերձավանցիներ, ես ուղղակի մեկ բան ասեմ եւ երևի արդեն իրականում անցնենք առանձին շփումների։ Արդեն անցել ենք, պարոն Սաղաթելյան։ Պարոն Բագրատյան, պարոն Այվազյան, խնդրում եմ ձեզ, սահմանադրությանը չվերաբերող հարցերին, որոնք որ դուք արծարծում եք,
Դուք հարթակ ունեք, այն է ազգային ժողովը, եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ հարցը, որը այսօր մենք քննարկում ենք, առնչություն չունի, սա կռիվ չէ իշխանության եւ ընդդիմության։ Քանի որ այոյի կողմնակիցները ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացները, ոչի կողմնակիցներն են նաեւ մարդիկ, որոնք որ ժամանակին պնդել են, որ մենք պետք է ունենանք պարլամենտական երկիր ներկայումս այլ տեսակետ ունեն, իշխանությունը, ընդդիմությունը բազմաթիվ հարթակներ ունի իր հարցերը քննարկելու, անդրադառնամ նորից պաշտպանական հարցերին։ Բանն այն է, որ բացի իմ գործընկերոջ կողմից հիշատակված գործոններից, կա եւս մեկ շատ կարևոր փաստ։ Մենք մեր մենթալիտետով մենք կռվող ժողովուրդ ենք։ Մեզ համար բանակում ծառայելը դա ոչ միայն սրբազան պարտականություն է, դա մեծ պատիվ է բոլորիս համար, խոսքը տղամարդկանց մասին է։ Ես անձամբ իմ կյանքի զգալի մասը անցկացրել եմ զինված ուժերում եւ չեմ կարծում, որ այլընտրանքային զինվորական ծառայության դրույթը, որը որ մենք ունենք, էապես խոչընդոտելու է մեր զինված ուժերի համալրման գործում։ Ես կարծում եմ Դավիթ ջան, անիմաստ է արդեն, երևի անցնենք արդեն։ Այո, մենք անցնենք, եթե հարցեր կան, մենք կմոտենանք մերձավանցիներ, խնդրում եմ մոտեցեք։ Շատ լավ։ Տեկին Կարինե։ Ոչի կողմնակիցներ կան։ Ավելի շատ ես իրենց հետ խոսել։ Հարցեր, չէ, նորմալ հարցերինք։ Ձեր հարցին տարան կորցերին վերջում այդ հարցը։ Բայց հիմնական իմաստը այդ ցիկլերի համընկման գործընթացն էր։ Հետո այն ինչ պնդում են մեր օպոնենտները, իհարկե իրականությունից բավականին հեռու բան է։ Այո, կամ ոչ չի։ Խի հենց հիմա որոշեցիք սահմանադրություն փոխել։ Խի հենց ընդհանրապես խի սահմանադրություն հենց հիմա որոշեցիք փոխել։ Հետաքրքիր հարց է, բայց ասենք 5 տարի առաջ, 10 տարի առաջ։ Իսկ ինչի ոչ 20 տարի հետո։ Խի։ Այ, կան օբյեկտիվ զարգացման ցիկլներ։ Այսինքն պետությունը կենթանի օրգանիզմ է։ Հա, որը որ աճում է։ Բացի դրանից, որ աճում է, ավելանում են մարտահրավերները, կուտակվում է որոշակի փորձ, քաղաքական դաշտի առողջության պատկերն է ակնհայտ դառնում։ Այսինքն այդ ցիկլերը միջինը երկու ընտրական ցիկլի շրջանակներում է, որպես կանոն, զարգացող պետություն, չէ՞։ Այսինքն մենք ունեցանք 95 թվին սահմանադրություն, որը բացառապես նախագահ կաներ եւ անձակենտրոն, այնուհետ 2005-ին, այսինքն 10 տարի անց, անցում կատարեցին, քեզ քայլ առաջ դրեցին դեպի կիսանախագահական, եւս երկու ցիկլի շրջանակներում կա գիտակցում, որ դա էլ մեզ այլևս չի բավարարում, չի բավարարում մի շարք պատճառներ։ Լավ, կներեք, ինչ կտա մեզ նոր սահմանադրությունը։ Սովորական ժողովրդին, որը որ ընդհանրապես թեկուզ գաղափար չունի ոչ մի բանի, սովորական գյուղացում, որը ոչ կրթություն ունի, ոչ իման չունի, չի հասկանում քաղաքականություն, շնորհիվ ոչ ինչա տալու նոր քաղաքական։ Երբեք որ ասում են ինչ է փոխվում, բան չի փոխվում, մեկը ոչինչ էլ չի փոխվելու եւ այլն եւ այլն։ Ժամանակ է եղել, եւ մարդիկ ովքեր որ հրապարակավ պնդել են, որ մոլորակը կլոր է ու կետերի ու կրյաների վրա չի, այրել են այս մարդկանց հրապարակում, կամ որ մածունը սև է, չէ, ախր սահմանադրությունը իրավա քաղաքական փաստաթուղթ է, կա միջազգային որոշակի փորձ, կա հստակ տվյալներ։ Երկրներ, որոնք որ ունեն պարլամենտական կառավարման համակարգ, հիմնական ցանկում աշխարհի երկրների ժողովրդավարություն արձանագրած ու ժողովրդավարական համարվող 8.5 անգամ ավելի շատ են, քան այլ կառավարման համակարգ ունեցող երկրները։ Դա փաստա թե չէ։ Փաստա։ Լավ։ 2.5 անգամ պարլամենտական երկրները ավելի շատ են, քան այլ կառավարում ունեցող երկրները կայուն զարգացման ռեյտինգներում։ Բայց չեք կարծում, որ եվրոպացու մենտալիտետը ու կովկասցու մենտալիտետը լրիվ տարբեր է։ Հիմա եկեք դրան վերադառնանք։ Տեսեք, մենք մեր մեջ հակասություն ունենք, շատ լուրջ հակասություն։ Մի կողմից մենք պնդում ենք, որ մենք եվրոպական քաղաքակրթության հիմնասյուներից մեկն ենք եղել։ Մյուս կողմից մեզ շատ բնորոշ է արևելքից որդեգրած մեր վերաբերմունքը մրցակցությանը, քաղաքական մշակույթին։ Արևելքում շատ տարածված է մրցակցության բացակայությունը, դե չկա մրցակցություն։ Ռոբոտիզացիա։ Իմ հետ չես աղբերս, դու իմ թշնամին ես, վերջ։ Բայց արդյոք դա մերն էր։ Արդյոք քաղաքակրթությունը, որին մենք մեզ վերագրում ենք, դա այդ քաղաքակրթությունն է։
որովհետև ուզում ենք, որ ավելի լավ կառավարենք։ Մենք մի կողմից ասում ենք, որ ունենք եվրոպացիք եւ մենք ունենք դատագիրք եւ մենք ունենք քաղաքակրթություն։ Մյուս կողմից անընդհատ մեզ այդ արևելյան մոտեցումները քաշումա դեպի իրա, չէ, պետք է անձակենտրոն լինի, չէ ինչ մրցակցություն իրար տանք սատկացնենք, հետո բա։ Այսինքն մենք այդ երկու աշխարհների մեջ մենք ճանապարհը պետք է ունենանք։ Մտածես որ մենք կարանք եվրոպացու մտածելակերպով ապրենք, գիտես կարանք չէ, նայ, ինչ ենք հասկանում եվրոպացի մտածելակերպ։ Ազատամիտ եվրոպացու մտածելակերպ։ Ներկայումս ինչ եք կարծում դուք։ Մեր տարիքային տարբերությունը այդքան շատ մեծ չի, չէ, մեծ էլ չի։ Շատ չի։ Այսինքն մեծ չի, ոնց ինը պարոն Արշակյանը, մեր մեջ են։ Դուք կհիշեք այս երկիրը 10 տարի առաջ, կարող է հիշեք 15, 20 տարի առաջ չգիտեմ։ Արա դազել պաշկայա, այոյի դեպքում կամ ոչինչ, ասենք ինչ երաշվերտ ասենք ժողովրդի վիճակը բարելավելու դա բան չի Պրեզիդենտ չեն կտրում, գյուղապետ չեն կտրում, ուր կասում։ Բոլորն ասում են, թե չընտրենք մի հատ պարլամենտ կլինի, լավ կլինի։ Ես էլ ասում, արախ, ավելի լավ չէ 3-4 մարմին լինի, մեկը չաշխատի, մյուսը կաշխատի։ Պատերազմը կխրի, իսլամական պատերազմը կխրի, յուսորոչական լսում արա, գան ասեն վերացնում եք սա։ Կամ դուք խոսք եք տվե, բանի ձեր նախընտրական խոսում են սահմանություն փոխել են չեք փոխում։ Ես ասում եմ փոշմանելու եք։ Նրանք ովքեր հիմա տեղերում փորձում են պաշտպանել հոնկուր լացը կլնելու։ Այն եկեք տալու են օրը, որ երկու գոնե պրեզիդենտ կա։ Որը ոնց կարես երկրում պրեզիդենտ չլինի։ Թայվիկով կոդերով հավաքվեն կառավարենք, այդ պարլամենտը չի լինելու ժողովրդական տրիբուն է, դառնալու է կոդելների տակ։ Դա ինչ պարլամենտ է։ Հիմա Սերժ Սարգսյանը իմ թիմակիցը չի, իրանք են իր թիմակիցները։ Ոնց եք վերացնում արա պրեզիդենտի պոստը։ Մինչև 92 թվականին լեւորը չդառա պրեզիդենտ, մենք չհաղթեին։ Հաղթեցինք չէ պրեզիդենտությունից հետո, մինչև պրեզիդենտի 91 թվականին գրված էինք չէ, անդադար, սա հանձնել էինք։ Ամբողջ օրը վեճերերը Ղարաբաղի ղեկավարության հետ ասենք այնտեղ են բաններ ազգային ժողովի նախագահան չէին կարող արա գեգը խորհրդի Ղարաբաղի Ժորիկի բանի հետ են Պետրոսյան չէին կարող հասկանային կարա սա օրը քննարկում էին վերջապես դարձավ Հայաստանում պրեզիդենտ այնտեղ պրեզիդենտ իրար հետևից սկսին կազմակերպել գրել պրեզիդենտը պատերազմը հրաման է տալիս վերջ այդ ամենամեծ դեմոկրատիան է բայց այդ պրեզիդենտի ժողովուրդը ընտրել է Պարոն Բագրատյան, իսկ վարչապետը ժողովուրդը չի ընտրում է։ Ժողովի ասենք դեպուտատները դու կարաս ազատին ընտրես, բայց ինքը ազգային ժողովում ինչ կլինի, ով կբերի փող կբաժանի, ոնց կլինի, որ իրար միանան վարչապետին ընտրեն, չես իմանա ինչ կլինի։ Կամ նույնը գյուղապետը, հա ինքեր։ Ժողովուրդն ընտրում է ավական է, ասում ավական հետևի ոնց է աշխատում։ Ընտրում է գյուղապետ, ասում է գյուղապետ ավականուն հետևի։ Որով գյուղապետը չընտրվի, հիմա ասում է մի մարմին է, կոդլա դառնալու Բագրատյան, բայց նույն համակարգն այլ է գալի։ Չէ, ապեր, չէ, ոնց է նույն ապեր, դե ֆրանսիացին տենց անի, գերմանացին, չկա դե։ Ինչ երաշխիքներ կան, ասենք հիմա տեսեք, ենթադրենք այս սահմանադրությունը ընդունվեց, չէ, հետո պետքա պարլամենտը ընտրի իր, ասենք, ընդհանուր այդ վարչապետին։ Հիմա ասենք երաշխիքներ կան, որ կլինեն ձեր կուսակցությունից կամ ԲՀԿ-ից կամ ՀՀԿ-ից կամ Ցավտան, հասկաց ինձ ընդդիմությանը ի վերջո լավ աստիվա չզած զիբի տեղ տա։ Բայց ես դա չեմ ուզում։ Բայց ձեզի որ ընտրել Ես ուզում եմ երկրում հստակ հիերարխիկ ստրուկտուրալ լինի, հստակ։ Կապ չունի, դուք լինեք էլի ընդդիմություն, բայց ասենք հստակ, ընդհակառակը այս բանում ընդդիմությունը կարող է եւ նույնիսկ ավելի լավ է։ Պատասխանատու մեկն եմ ուզում լինի։ Հիմա եթե այսօրվա նախագահան հոգնել է կառավարելուց, ուրիշ կլինի նախագահան։ դեպուտատ Չէ, տեսեք, ավականին Կամ դու ասա գյուղում ավականին մեկ, գյուղապետը մեկ, գյուղապետ արա, գյուղը գյուղապետ կամ Չէ, միջնորդ չէ, պարզ է, որ Հիմա կարող է լավ լինի, բայց ես քեզ ասեմ ավելի շատ հավանական է որ ճիշտ է, երբ որ հսկիչ կա։ Հա, պարզ է։ Փոքր չի ելիքում, ո՞ց անենք լավ, ո՞ց ապրենք։ Այս գիտեք ինչ, սահմանադրությունում նաև գրված է, որ մենք սոցիալական երկիր ենք եւ այդ սոցիալական երաշխիքները բոլորը օրենքներով անպայման իրենց տեղը գտնելու են, այսինքն մի օրում չի փոխվելու ամեն ինչ, բայց ասում են սոցիալական է բյուջեն, բայց ոչ մի սոցիալական մի հատ կետ չկա մեջը։ Ոչ թոշակ
կառուների, ոչ նպաստառների, ոչ բաների։ Որևէ կետով սոցիալական որևէ գումար չի կրճատվել։ Այս բայց գլոբալ ճգնաժամի միլիոն 800,000 ուզում են որ ստենդավորեն 40,000-ը որտեղից է մեդքան ճարել։ Ձեր ասածը լրիվ ուրիշ թեմայի մասին է։ Այո, որովհետև մենք այսօր խոսում ենք մայր օրենքի մասին, իսկ նաև ասվում է, որ այս օրենքը չի գործելու։ Գիտեք, եթե կարդաք կտեսնեք, որ այնպիսի մոդել է դրված, հնարավոր չի, մենք պիտի իրագործենք սա, որովհետև կետ նշված է, թե ինչ ձևով դե դուք գնացեք ոչ ասեք թող մնա այսպես կյանքը ոնց որ կար եթե սա ձեզ ձեռք է տալիս ոչ ասեն ոչինչ այս դառը փորիզները իրանց թորներ ու ծորներն են ճաշակելու ոչ ասեն իսկ մեր մոտ կարան արտիստից իհարկե կարող է նայեք գիտեք ես ձեր հետ համաձայն չեմ նայեք առողջապահության ոլորտի բոլոր բարեփոխումները եւ նաեւ օրենքով ամրագրված է որ հենց սրտի օպերացիաները մենք արդեն կարողանում ենք որոշակի չափով պետպատերով իրականացնել։ Գիտեք, երևի դուք բարձրապես ընդդիմությանն են բանանում իրան։ Ձեր աշխատավարձը դուք ստանում եք։ Բաժանեք այդ քիչ ստացողներին ձեր փայով։ Ապեր 96 Պարոն Բագրատյան։ Հայաստանում միջին աշխատավարձը $16 էր, Ադրբեջանում 14։ Բացված էր այսօր 200։ Հիմա միջին ինչքան։ Չէ, բայց Ադրբեջանում էլ 1500 է։ Դե Ադրբեջանը եկա ունի գազ ունենա։ Այն վաղտել գազունավտն է։ Այն վաղտել գազունավտն է։ Ճիշտը պիտի իմանա, սխալ գիտես։ Սխալ գիտես։ Բակարիվը ոնց ինքը կրվավ մեզ։ Մենք կրինք, չէ։ Ժողովրդով։ Ցավը տանեմ, մարի։ Մեղք է կարա։ Այ ցավը տանեմ, սիստեմը դեշի։ Մեծ տարիքով մարդ եմ եկել եմ ասում սիստեմը դեշի։ Ասում եմ սիստեմը չաշխատող է։ Ձեր համար եմ ասում, ես էլ չունեմ առնելի, կարա։ Դուք մենակ սիրում եք խոսալ, չլսեք, հասկանալ։ Ատե շի, ով քեզ ասեց։ Ինչ նորով էլ խանգարում։ Դու ինչ է, դա չեղավ, դու չես վիրավորում։ Ես էլ քեզ եմ ասում։ Ես ասում եմ, որ ճիշտ Ասա, դու ասա, ես տեսնում եմ ոչերը։ Այո, դու էլ այո ասա, քեզ որ ասում։ Գնա ստեղ լիքը, սա։ Լիքը այնա, հարցրու հատը։ Դուք եք մենակ ոչ։ Ով, քեզ թվում է, դե կտենաս։ Դեկտեմբերի 6-ը, ես ոչ եմ, բայց դեկտեմբերի 6-ը իրիկունի խոսանք։ Ոչ, ասես քեզ թվում է։ Այստեղ լիքը ոչ են։ Մենք ենք ոչ ասում, այո, եւ լիքը ոչ են։ Ոչ չենք ասում, այո ենք ասում։ Ոչակն է այոյա։ Կտենակ։ Պարոն Բագրատյան։ Բայց տղեր, ասենք որ ասենք իր օրոք այդ հասկանալի հարգում ենք կարդացել եք համանadrությունը, կարդացել եք։ Որ հոդվածն է, որ ձեզ հատկապես հարմար, ասում եք, որ սա ճիշտ է։ Հոդվածներով կան։ Մի հատ հոդված ասա, այսա ցավը տանեմ, էսի լավ է, լուծվում է։ Մի հատ հոդված ասա։ Ասա, որն է լավ։ Որը լավն է։ Ես ասեմ, որն է պետք, 89-ն է։ Դու որ ինչի համար ես ասում, որն է վատ։ Ես ուզում եմ ասել, որ երբ որ վիճում եք գիտնականի, մի րոպե։ Դուք ասում եք, հա, անպայման։ Հա, որն է վատ, որ գնում է դեպի վատի բոլորը, սկզբից մինչև վերջ վատն է։ Չէ, սկզբից մինչև վատը չի, ես կարամ հերթով հիմա դոր ասեմ, էսի սրա մասին։ Ինչ եք անում, որ այդ վատը չասում։ 7-րդ հոդվածը քեզ զրկում է ուղղակի Չէ, որպես քաղաքացի։ Էսի որ կարդակ ավելի 7-րդը 181-րդ հոդվածը։ Բավականիներինով ընտրում։ Դու մենակ բավականին։ Ես ապացուցես նախագահ չընտրես, դա է։ Դու քեզ վիրավորած ես բավական։ Արա 3-4 մարդ են հիմա մի օգուտ։ Մեր դրած մարդիկ կտրեն գյուղապետարան, դուք հարցում եք պատասխան կամ մենք հարց դուք պատասխան։ Ավականին ընտրեմ, այդ ավականին չանի իմ ուզածը, չեմ ընտրի։ Հիմա հարց տվեց։ Ավելի լավ, ախր պատասխանատվությունը մնում է 10 Այսօր սահմանադրությունից եք խոսում։ Միջև այսօր ձեր ընտրած սահմանադրությունը չի որ ապրել։ Օ, 2005-ին իրանց հանրապետական 2005-ին հանրապետական սահմանադրությունը։ Դու ի՞նչ են վախտել սահմանադրությունը։ Հիմա եկել ենք ասում ենք այդ ավերակը շարունակվում է, դա է։ 2005-ի սահմանադրությունը իմը չի իրանց։ Բայց մենք ասում ենք չէ, ասում ես այո։ Թոմասյանը որտեղ 2005-ի եղանակներից է։ Հիմա ինքը փոշմանել ասում է լավը չի ու նոր բերել։ Արդյոք այդ սահմանադրությունն է։ Մի րոպե ասեմ։ Իրան վաղն մտքեր պիտի առաջանա, վաղն գալի ասը փոխում ենք։ Ասում են բավոր մտքերը կիմոտ առաջացած։ Մենք ինչ ենք ասում, ասում ենք տղա ջան, մեզի ասա այդ ինչ նոր օրինակ եք բերել, որ չի վերեք ավելացնում են, ուղղակի հարցը տալին ես դու չլսի, ինքը հարցը դու 5 տարի մեկ սահմանադրություն փոխում, կամ էլ եթե
միտքը առաջացել, միտքը արի ավելացու, խես համակարգը փոխում։ Բայց ենք ասում, բա իր ծրագրում 12 թվին որ ընտրվել է, կամ Սերժ Սարգսյանը 13-ին սահմանության փոխելու խոստում կար չկա։ Ինչ իրավունք ունի փոխի։ Մի հատ կարճ կոնկրետ բան ասեմ, մի հատ կարճ կոնկրետ։ Այս մարդը հիմա միջև այսօր հազիվ ապրում է, չէ՞ յոլա հետո։ Հետո լավ ապրի։ Այս մարդը զզվել է, ուզում է փոխի։ Ինչ հիմա էլ ասում եմ, այո կարող է լավ։ Բացատրեմ քեզ, այս փոփոխությունը, այս համանդրությունը լսի մի րոպե։ Տարիքում մարդը լնդրե հակու կապը նա, այա։ Որա գնա հանրապետականն ասած խես ասում։ Ձեր ընտրածն է միջև այսօր։ Ով ասաց։ Սաղովետ քաղաքականության մեջ է։ Ով ասաց քեզ։ Քեզ ով ասաց։ Ո՞ց քեզ ով։ Այս համանդրությունը 60000 ռոճիկ եք տալի մարդը պետք է ապրի մի։ Գնա ռոճիկը հանրապետականներից ասում մեկ իշխանություն չեք դի չես խոսում։ Այս ստեղծածը չի միջև այսօր բոլոր օրենքները ձեռքից այ։ Ով ասաց։ Բա ոնց ով ասաց։ Վարչապետ չի։ Այսօրվա համանդրությունը 2005-ին են ընդունել, ինչ ես խոսում։ Քեզ սովորել են ասել, չեմ տալիս մի րոպե։ Այս համանդրությունը նրա մասին է, որ էլ փոփոխություն չի լինելու։ Դեպի վատ ենք ետո։ Խելքս գրուղը դավակի, ցավդ տանը։ 5 տարի 6 տարի հետո չեն կարա բոլորս էլի որ ասենք դրա համար անդ ոնց է։ Չունեք այդ իրավունքը։ Բայկար ջան, ասում են դրա համար 5-6 տարի մի փոխեք, դա համանացությունն է, լուրջ է։ Okay։ Հա, դրա համար ասում են գազ խալա, բացատրում ենք, ուշ կրիկ դեկտեմբերի 7-ին քաղաքանի է։ Դեկտեմբերի 7-ին որ հերը գյուղապետարանի հավաքանի։ Չէ, կինը տնային Իմ արգումենտին ասան դու ես սխալ ես ասում ես արգումենտ։ Հասկանում ես թե չի խոսալը։ Արգումենտից ասա ախպեր ասա ես սխալ ես ասում։ Այս համանդրությունը իմը չի իրանք են ընդունել 2005-ին։ Դե լավ է, մեր համար լավ է իմ անդրել։ Այդ ինչ եղա որ գալի փոխում է։ Ենթադրենք։ Ինչն է լավ, հարցնում եմ չես կարող պատասխանել։ Ամեն ինչը։ Որ ընտրում եք ավականին։ Օրինակ ինչն է լավ։ Որ ընտրում եք ավականին, մեր ուզած ավականին այս մարդն է, այս մարդը կընտրի մեր ուզած գյուղապետին։ Դա չեղավ անմիջական իշխանություն։ Դեմոկրատիա կոչվում է այն ժամանակ, որ մարդը անմիջական իշխանավորում է։ Դեմոկրատիա վերանում է։ Ինչ է ենթադրենք Ես ասում ես մարդուն լսել այոն անցավ, ասենք այոն անցավ ընտրվեց, հետո չաշխատեց, այդ համակարգը ճիշտ չաշխատեց, կամ ընդհանրապես չաշխատեց։ Ասենք հնարավորությունները լինելու է նորից փոխելու։ Ոչ, այս առաջ անգամ նաև գրված է, որ երբեք հնարավոր չի փոխել այս համացությունը։ Հոդվածների մեծ մասը կա, հոդված որ պարլամենտը կաս փոխել, չգիտեմ, ասենք, որ նշանակում է մի հատ բանի, ոնց էս գյուղապետին հանում ասենք, հա։ Բայց հոդվածների մեծ մասը ընդրությունն էլի փոխման ենթակա չի, մեր չգրած է։ Դու ստեղ մեզ համացություն տվեք։ Հələ դու Մուրադ, դու միսները չեն թողում։ Ախպեր ջան, սրանց բռնած գործը խափն է կանգնելու։ Չեք դուրս գալու ախպեր տակից։ Չեք դուրս գալու գլխներիդ խփեք, ասեք արա այդ մարդն եկի ասում է, «Էս ինչ են կանում մարա»։ Ես պետության մասին եմ խոսում։ Հիմնական հոդվածները Արստակ ասեն ժողովրդին Ուրիշ ձեր չկա, ինձ ասում չեք Ացում են դրուտներ։ Երիտասարդությանը տեղ տալու համար պետք է փոփոխություն։ Այս գլուխները մտնում են հաջորդ օրվանից։ Փոփոխություն չի ուզում։ Գրածա որ ոչ փոփոխությանը։ Մենք ասում ենք ոչ իշխանության։ Հետպես, սրա մեջ, սահմանության մեջ, հետ այսօր գրված է գլուխ 15, սահմանության ընդունումը փոփոխությունը։ Սահմանության 1, 7, 10 գլուխներում ինչպես սահմանության 89-ը, որտեղ երկրորդ փուլը կա, հոդվածներում նախադասությունում 90, այս ինչ հոդվածներում 204 բան փոփոխություն ընդունում են միայն հանրակրվեի միջոցով։ Սահմանության ընդունումը կամ փոփոխել նախաձեռնության պատգամավորին ընդհանրի առնվազն 1/4 կարող այս բոլորը բացառությունը առնվում հոդվածների սահմանության փոփոխությունը ընդունում է ազգային ժողովը, այսինքն միայն հանրակրվեի, իսկ հանրակրվեի փաստաթուղթը կարա դնի ազգային ժողովը, որտեղ իրանք մեծամասնություն են, վերջ։ Ես ասում եմ Փոխեք եւ իրա գործեք։ Մենք հավատում ենք, ոչինչ չի փոխվում այս։ Դրանից առաջվա սահմանադրությունն էլ ասեցիք, եթե ընտրենք լավ կլինի։ Չէ, առաջվա այդ լավը էս արանցումն է, ասեմ երկու պարագա եմ ես բացատրում։ Դուք եք որոշում, նորից եմ կրկնում։ Ինչ խնդրեմ կա լրջագույն։ Երկու լրջագույն խնդրեմ կա ստեղ այս համանadrության մեջ, որը որ փոխվում է։ Երկու խնդրեմ կա իմ ասեմ իշտա։ Երբ որ ազգային ժողովը, որը որ ձևավորվում է, եթե հանրապետության նախագահը այդ ազգային ժողովի դեպուտատները այս քաղաքական մեծամասնությունն իրանն եղավ, դա դառնում է սուպեր նախագահ, վերահսկողը
սոցիալական որևէ բան չի աշխատում։ Այսինքն վերևից ներքև նշանակում է մի հոգ։ Այդ դեպքում ես հավատամ, որ 20 տարի հետո կൂട്ടակային կեսաթոշակների գումարները որ պահվում է, վերահսկողություն կլինի եւ ժողովրդին կհասնի։ 20 տարի հետո ես որ մեծանամ։ Պետք գիտես ինչ վճարում ես ինչի։ Ապայման։ Չէ, բայց պետությունն չէ քո փողը տնում նայ։ Հա, ասում եմ։ Դա ասում եմ որ դու պետք է դու կարնաս դու։ Ստուգված է դնում է, ասում։ Դնում է։ Բայց ինչ ման, արդյոք 20 տարի հետո այդ վերահսկողությունը կլինի, այդ գումարը կհասնի ժողովրդին։ Ես դարձա իմացի։ Ում էլ որ ընտրում ես, ում էլ որ ընտրում ես։ Արա ինչի 20 տարի, ինչի համար եք դու 20 տարի մասը խոսում, պետք է շատ ավելի կարճ ժամանակ միշտ դա տեսնեք։ Չէ՞ որ դա մի հույս մի լավ բան որ պետք է հավատաս, չէ՞ որ դու դնում ես այդ գումարը։ Քուրջան, դուք կներեք 1000 անգամ եմ ասում, պետական բյուջեից ես հրանտ սկսեցինք իրար հետ խոսալը, ճիշտ է։ Նրանց գալիս են ասում են լավ կլինի էլի բանակայիններին, ասենք այդտեղ 120,000 տան։ Ճիշտ է թե ճիշտ չի։ Ես կարամ ուրիշ բան ասեմ։ Լավ կլինի ոչ թե բանակայիններին 120,000 դրամ տանան, 800,000 դրամ տան։ Դա բարի ցանկություններ է։ Դու լազա ինչի 800,000 տան, 3 միլիոն տան։ Մենակ այդ պետք է ասես, որ պետք է ուր տան, տեղներ պետք է ասես։ Հարցը սրան է վերաբերում, որ երկիրը հարուստ լինելու դեպքում է կարողանում է։ Բա յուրաքանչյուր աշխարհում կներես։ Քուրջան, բացա երեխաներին նպաստներ ավելի շատ տան, երեխաներն են մեծանում դառնում են։ Համաձայն։ Դուք որ հիմա մենք ասում ենք, կենսաթոշակայինը վատ բան չի, ասեմ ինչ։ Բայց ակտես ինչի է, արդյունքը չի։ Ասեմ պրոբլեմ ինչու է կայանում։ Հա։ Քո աշխատավարձը շատ քիչ։ Այդ քո աշխատավարձը դեռ 800,000 դրամ։ Դու այդ 800,000 դրամից դու մեծագույն սիրուով 5,000 դրամ այդ կտայիր։ Այդ 10,000 դե կտայիր։ Քո պրոբլեմը ոչ թե այդ 5,000 դրամն է, որ դու տալիս ես կենսաթոշակ Կանի որտեղ 5,000 դես տնում 10,000 պետք է դնի։ Քո պրոբլեմը քո աշխատավարձն է։ Աշխատավարձը չի բավարար։ Այդ դու քո աշխատավարձը բավարարի քեզի։ Հաստատ չէ։ Նույնն է հետագան թոշակը, չէ՞, եթե ժողովուրդը հույսն է նա որ այդ կուտակայինը։ Դες ոնց է կատու դառնա։ Հլավ եք դերի։ Օրող բեջան, ամենամեծ ես ասեմ քեզ։ Իմ խնդրանքս ձեզ, իմ սիրասուն հայ տիկնայք, մայրեր, նորից եմ ասում։ Այո, Նայ, գորջեմ, ասում եմ ձեզ, մի բան եմ ես ձեզ ասում, կարդացեք։ Ոչ վաղը լավ։ Չկա գարանտիա, գարանտիա։ Դու պետք է պայքարես, դու պետք է պայքարես, այսօր էլ վաղն է։ Ինք իրաս ասում, նրանք իրանց ասացը, դու ոնց ուզում ես կողնաշ ուզում ես, դու պետք է պայքարես, այսօր էլ ես պայքարես։ Ապեր մարդը օգնել է, էլ չի կարող սենց ապրի։ Հիմի ասում հա կարող է լավ լինի։ Որ ասեմ ոչ լավ լինելու կա այդ գարանտիա։ Ոչ, որ ասես ոչ, լավ չի լինելու, բայց որ ասես այո, ավելի վատ լինելու։ Հասկացի, այսքան բան ես ենք ասում քեզ։ Այ, գարանտիա չկա։ Մուրադ, հասկանում, լսի։ Հարցես տվել, ասում ես գարանտիա տուր, չէ՞։ Ես ասում եմ գարանտիան դու ես, կպայքարես այսօր, կհասնես, վաղը կպայքարես, մյուսը անընդհատ պետք է պայքարես։ Քանի տարի է պայքարի մեջ։ Անընդհատ։ Քանի տարի։ Ամեն օր, ամեն ժամ պայքար մեր կյանքը։ Կարաս պայքարես կհասնես։ Հանձնվում ես ախպեջան, հանձնվում ես, ուրեմն հանձնվեցիր, պրծա։ Պայքարի, այսօր էլ պայքարի, վաղն էլ պայքարի, մյուս օրն էլ։ Մուրադ, դա ուրիշ բան, գարանտիան դա, քու պայքարը։ Դու քու ընկերներով, հարազատներով կպայքարես, կհաղթես։ Չես պայքարի։ Ես թազա ջահել չեմ, ասենք այն շարժումների սկզբերից էր, ամեն ինչին էլ տեղյակ մասնակիցը։ Բայց դա չի լինում, ես։ Դե շարունակ ախպեջան, որ հանձնվեցիք, թողեցիք գնացիք մեր տուն, ինչ կլինի։ Ախպեր, ես 3-րդ կարգի հաշվանդամ տղա եմ, ինձ ինչ փող եք տալի։ Մենք չենք տալու, դու պետք է վերցնես այդ փողը։ Դու պետք է վերցնես։ Բայց դու հրաժարվում ես փողից։ Լսի, ես հրաժարվեցի։ Երբ որ ասում ես այո իրանց։ Ձեր է շարժման վաղ։ Մերը շարժում չի։ Մի րոպե, ձեր է իշխանության վաղ, ձեր է ղեկավարման ուրիշ բան եմ։ Մի րոպե։ 3-րդ կարգի հաշվանդամից բռնած միջև առաջ կարգ հաշվանդամը հոսանքի փողը մուծում էր զեղչ, զիբիլի փողը զեղչ, հեռախոսը զեղչ, մի հատ էլ մշտական էին տալի ավտոբուսով 40 կիլոմետր կարար երթվեկել։ Ինչը լավ է դի։ Ինչը լավ է, 8-10 տարի է, ինչը լավ է դի։ Խիմերավ է դի։ Բաբի 8-10 տարի որ իշխանությունումը դու դրան պետք է հարցնես, ով որ 10 տարի է, նրան հարցրու։
Բագրատյանը 10 տարի ինչի մեռավ, Բագրատյանը պատերազմի ժամանակվա վարչապետն է։ Ախպեր, բա որ վարչապետն է, այդ զեղչերը ինչի է անին, այդ զինվորականների մյուսները։ Ասեցիք պատերազմ էր, չկար։ Ճիշտ եմ հարցնում։ Բա հələ կան չտենանք այդ օրենքը խի հանին։ Բագրատյանը վարչապետ Հանրապետականը հարցը 35 տարի է բատա։ 2000 տարի է բատա։ 20 տարվա անկախ երկիր է։ 2000 տարվա։ 20 տարվա, 25 տարվա։ Հայկը բելին 4000 տարի առաջ խփել է։ Բելն ասում էր արի գնանք մեր մոտ լավ կլինի չգնացինք։ Այդ ուր եք գնացել։ Այսօրվա մասին է խոսքը։ Ամենից հանրապետ։ Ախպեր ես մարդ եմ։ Չէ, հանրապետական մարդ եմ, մարդ։ Դոշը դեմ է սվել, դոշը դեմ։ Պարոն Բագրատյան։ Չէ, դու Ես մի հատ ուզում եմ հələ տենամ այդ Բայց մեր պատերազմ, բա ինչ ես անում։ Հələ դες ոչ ոքի չէ։ Պարոն Բագրատյան, զինվորական թոշակառուն, մյուսը թոշակառու ստանում էին միջև առաջ կար զեղչ էր, չէ՞ ես 8 տարի 10 տարի առաջ։ Հոսանքը զեղչ էր։ Հանրապետականից դժգոհը քեզանից է պատահում։ Մի րոպե, Հանրապետականը փողը կտրել է։ Հանրապետականը փողը կտրել է։ Հանվել է, զեղչ չեղավ այդ։ Մշտական ուներ մարդը թոշակառուն նստում էր Ազերբայջանը գիրանք արդեն 16 տարի աշխատել։ Իրանքի դու այդ իշխանության մեջ չես շարունակի կփլվի։ Բայց արդեն դու չես ճոկում։ Ես ուզում եմ իմանամ այդ օրենքը խի հանի։ Այ հենա Վարդանը ճիշտ մարդն գնա հարցը։ Լուրջ պետության վրա քեզ բան եմ ասում, մենա կանաց ինձ ես հարցնում։ Դու ինչ-որ են ասում։ Հարցնեմ, ճիշտ մարդն է, հարցնեմ։ Հեսա հարցնեմ, ասում ոնց կա։ Դու չես նույնը չեք։ Դու մարդը չեք ասենք ինչ լավ վերաբետի։ Բայց այդ օրենքը խի հանի։ Ես ունեմ այլ Հայաստան։ Այո, ես գտնում եմ, որ այս երկրում պետք է լինի նախագահ։ Հստակ։ Մենք իմանանք, որ մեկը առաջի դեմ կա, մյուսը երկրորդ, մյուսը երրորդ։ Իրանք ասում են, չէ, առաջի դեմքի տեղը կոդել ենք բերում։ Ես ասում եմ, այդ կոդելին դեմ եմ ախ։ Անենց կուզեմ ես այդ հարցը, որ մեկին տաս չասեն ընդրանտու, պրյամո մեկը պրյամո պատասխանող լինի։ Ուրեմն դու պիտի ոչ ասես։ Այո, ուրեմն դու ոչ ես։ Լեսի, բայց դու որ իրար մի քիչ ակասում։ Մի քիչ ակասական բաներ կա, ես դեմ չեմ։ Ամեն ինչը պետք է փոխվի, վերափոխվի, սերնդափոխություն տեղ ունենա։ Ես գիտեմ, ազգային ժողովում կան 20-ից 30 տարեկան արդեն պատգամավոր նստած, որ ոչ մի բան չի արել, ոչ մի բան։ Դե հիմա գիտեք ինչ, դա մեր հասարակության պատկերն է ազգային ժողովը։ Այդ մարդը ընտրվել է որոշակի մարդկանց կողմից, այնպես չի որ հենց այնց եկել է։ Կաթոլիկ են ձևանում, շատերը կան էլի։ Պետք չի։ Մարդիկ տեսնում են, մարդիկ լավ էլ զգում են։ Այո։ Գիտեք ինչ, ես նաև ձեր մոտ ձեր գյուղում փոփոխություններ կան ակնհայտ։ Այստեղ ասում են, որ ոչ իման չի փոխվում, շատ դեպի լավը։ Ազնվությամբ եմ ասում, ինձ համար տարբերություն չկա։ Բարեբախտաբար ասում եմ, մեզ լավ գյուղապետ անգել։ Դե գյուղապետը շատ կարևոր է, որովհետև ես ազնվությամբ եմ ասում, ես առանց որևէ մեկին քննելու, ես կյանքում երբեք չեմ։ Հա, բայց մեր գիտեք ինչ, այսօր մեր քարոզը գյուղի գյուղապետի մասին չի, մեր քարոզը արշավը։ Մայր օրենքի մասին է։ Էնոր անգամ բան են տաճատ վարժապետյան կա, հա։ Լավ, դե գիտեք ինչ, եկեք Ջիվանի արտասանում, դե Ջիվանի ասում, ամոթ է, էլի, պետք է։ Շատ լավ է, որպես տեղեկացված եք, բայց եթե ուզում եք պարլամենտը փոխվի, եթե ուզում եք համագարկը փոխվի, ուրեմն գնացեք եւ ասեք այո։ Այո, ամենաճշգրիտ առաջերտին, գիտեք ինչ պետք է փոխվի Հայաստանում։ Ընտրական համագարկը։ Ընտրական համագարկը պետք է փոխվի մայր օրենքով եւ ընտրական օրենսգրքով։ Ես 26 հարազատ մարդ ունեմ, որոնք 90 թվականներից Հայաստանում չեն ապրում։ Պրիտոմ քրոջ եւ եղբոր մասին է խոսքը, բայց ցուցակների մեջ էլի կան։ Ես մասը ես տեղ չի։ Գիտեք, ինչ ցուցակների մասով հիմա նաեւ միջև այո, ցուցակները բոլորը ճշտվում են, ես կարծում եմ, որ դուք ինքներդ եք օգնեք։ Ընտրությունից հետո է, կախված է ցուցակը։ Չէ, այն որ դուք ինքներդ եք, եթե ինչ որ բան տեսնում եք, մոտեցեք ասեք, դա խնդրեմ չի, անպայման լուծվող հարց է։ Լուրջ եմ ասում, այ գիտեք ինչ ա, մենք ամեն ինչ գցում ենք իշխանությունների վրա։ Չէ, տարածված որ մեր աշխատավարձներն այս ընտրական ցուցակների պես ուռճացվել էլի, ինքան լավ կլինի Տիկին Աշեմյան կներեք, ես բան չունեմ ասելու, վերափոխման դեմ չեմ։ Հավատացնում եմ։ Վերափոխման եւ այն բաների մասին եմ ասում, որ պետք է փոխվեր։ Գիտեք ինչ, ամեն բարեփոխում ռիսկեր ունի, ամեն բարեփոխում հիվանդագին է ընդունվում ժողովրդի կողմից, բայց մենք հասկանում ենք, չէ՞ որ մի բան այնպես չի, եթե մենք հասկացել ենք, որ կառավարման համակարգը
Փոփոխություն է պետք, ուրեմն պետք է գնանք այս քայլին։ Ես ձեզ բոլորիդ հորդորում եմ կարդալ եւ քվեարկել անպայման։ Այդ 25 տարի խափին, միջեսը խափել, նորից խափել։ Ով է խափել ձեզ։ Չեն խափում, հավատացեք, մի լսեք նրանց, ովքեր ասում են, որ խափում են։ Մենք չենք խափում, մենք Հանրապետականը պաշտպանում։ Բարգավաճը չի խափի, արի։ Արստե։ Դուք պետք է օրենքը փոխեք, որ կուսակցությունները ուժեղանան։ Այս դրա մասին է։ Ախր վատ է, որ սա դեմ ով կա։ Տարիքով մեծ է։ 50-60 անց մարդիկ են դեմ էր, ով էր որ դեմ են գնում։ Դե բացատրեք, որ դեմ են ինչին, պարադոքս է, չէ, համոզում են փոխեն, համ դեմ են։ Ես նորերան Բակրատյանն եմ ասում, պարոն Բակրատյան, ձեր վախտը, միս ոչի վախտը անցել արդեն։ Դուք պետք է գնաք թազասահմանադրությունով։ Նոր իրաց դեմ արդեն ասում։ Դուք պետք է դուրս գաք, թոշակի գնաք։ Չէ, ինչի թոշակի գնավ, նորմալ աշխատող ընդդիմություն է, թոշակի։ Չէ, ավելի երիտասարդներ կան ոչ ընդդիմադիր։ Արտուր Բաղդասարյանի մասին ասել ես։ Այդքան որ ունի, մի րոպե։ Լավ Արտուր Բաղդասարյանի հարցը չենք եկել քննարկել։ Լավ ունի, ո՞ց աշխատե այդքան։ Ո՞ց աշխատե։ Սաղենի ունի, էնի ունի։ Արտուր Բաղդասարյանն է դա բերեք կիսենք։ Բերեք կիսենք։ Մարկ։ Ինչի՞ Իզուրա, մեծ մասը ոչ է, բայց մենը իզուրա։ Չէ, մեծ մասը այո է, բան Ինքան դայր ասում, հանգիստ մնա։ Ես ասում, եթե մեծ մասը ոչ է, ի՞նչն է ձեզ խանգարում գնալ արտահայտել ձեր կարծիքը։ Դու վաղ ասել ես, ինչի՞ չեկավ ասեց այս մարդը։ Վաղ ընկնելու են կրակը։ Վաղ քաոս ալնելու։ Երևանում իրար վրա կրակելու են, չեք իմանալու ու դենա կրակը մենում է, կարմա չեն կրակը, մերեք չխփին ես միացնում։ Պերմանենտ լինելու։ Պերմանենտ։ Անելիք բանկի ինչ է, ովքեր որ ոչ են ասում, նրանց դու պետք է բան անես։ Դու պետք է ասես ես գնալու եմ, այո ոչ ասեմ, ինչ է նշանակում կվախենան։ Ումից եք վախենում։ Ոչին վախենալ չկա։ Այո ասողն էլ վախենա, ոչ ասողն էլ վախենա, ինչ է խոսում։ Տարիքով պապիկը որ հարցա տա։ Տարիքով պապիկը ինչ հարց է, ով է քեզ հարցնում որ պատասխանը հայցա վտանում ինչ ես անում։ Իա, այդ էլ բան ես անում, քեզ կանչել են գյուղապետարան ասել են տարիքով պապիկին բեր տարը հարց տա։ Դու էլ գնա ախորպես տարիքով։ Հարց ես տալի։ Դու հարց ես տալի հասկացակ, դու ես հաստատ պարլամենտում կլինես ախպեր ջան։ Դու կոմասի մտած ուրիշ հետ գործ չունես։ Ազգային փոքրամասնությունները, ազգային փոքրամասնությունը Իմ հետ կնստես գալու այդ մարդը։ Լսեք, ասա։ Չկա է։ Չկա։ Չկա։ Ինչ չկա։ Հարաբա, հարց դուր ինչ հարց կա։ Դատար կա, պաշտոնական տեղեկակի։ Ներսում հատիրով բան է։ Նրան է։ Կանչ։ Հաղթումա բոզը։ Դեհատենը։ Բոզ։ Այո ոչ, հերոստանախագծի այս արշավախումբը եկավ հասավ Արմավիրի մարզ, մեր առաջին հանդիպումներ այստեղ, առաջինն էլ Մերձավան համայնքում էր իդեպ, այստեղ հանդիպումը բավական կառուցվածքային հետաքրքիր ստացվեց, մերձավանցիները ակտիվ էին, կառուցվածքային էր այնքանով, որքանով որ ցանկանում է իրականացրել մեր հերոստաանձնակազմը, այսպեսին լինի, այսպես ենք ցանկանում նաև այդ ամենը իրականացնել հերոստաեթերում այստեղ մասնակիցները այո եւ ոչ հերոստանախագծի եւ առանձին ելույթներ ունեցան եւ պատասխանեցին ըստ թևերի պատասխանեցին 1-2 հարցերի բազմության առջև եւ առանձին ազատ շփում ունեցան մերձավանցիների հետ։ Սա այս ամենը մենք իրականացնում ենք Մերձավանում, այստեղ իդեպ եւս մեկ հանդիպում է նախատեսված, դա քիչ ավելի ուշ։ Մենք եթերային էստաֆետը փոխանցում ենք մեր մյուս արշավախմբին։ Այո եւ ոչ, շարունակությունը քիչ հետո։